Չեմ կարող ասեմ, որ իմ երազանքն է եղել շախմատից դառնալը։ Շախմատի ֆեդերացիայի մակարդակով այն ժամանակ հայտարարություն էր արվել, որ մեջբերում եմ անում, դուք դժվար բնավորություն ունեք եւ հավաքականի վրա ձեր ներկայությունը վատ է ազդում։ Թայֆա-թայֆային խաղում, երբ որ դու երիտասարդ ես ձգտում ես մի բանի, բայց դեռ չունես, ասենք, քո ամենապնդված դիրքերը, քեզ ասում են, որ դու ունես բարդ խասյատ, բայց հետո նույն մարդիկ, երբ որ հաջողակ ես, ասում են իրապես հաճելի եւ հանգիստ մարդ մենք չենք տեսել։ Եվ դա ուղղակի բնությունն է։ 2004-ին ամեն դեպքում ստացվեց ձեզ վերադարձնել Հայաստանի դրոշի ներքո ներկայանալու։ Հիմա դա հնարավոր է։ Ոչ։ Ես թույլ չտամ ինձ անարգել։ Ինչ էր տեղի ունենում, որ դուք դա անարգանք եք համարում ձեր անձի վերաբերյալ։ Դու ունես ուղիղ 10 րոպե։ Իմ տեղեկություններով դուք շատ ավելի վաղ նույն ԱՄՆ դրոշի ներքո ներկայանալու շատ շահավետ եւ յուղոտ առաջարկներ ունեիք, որոնցից հրաժարվում էիք։ Առաջարկները, որոնք ես ստանում էի, շատ մարդիկ ընդունեին, ես հպարտ եմ, որ չեմ ընդունել։ Ես ուզում էի հստակացնել, որ ես գնում եմ իմ երկրից ոչ թե ինչ-որ շահույթի համար, որը կանեի մինչև այդ։ Ձեր հայրը հրեա է եւ ազգանունը ձեր արդեն իսկ հայկական չէր, բայց դուք նույնիսկ ձեր ազգանունը, Արոնով փոխել եք Արոնյանի, որովհետեւ միշտ ցանկացել եք ընդգծել ձեր հայ լինելը։ Դե ես միշտ հայ եմ զգացել ու միշտ այստեղ եմ մեծացել, փոփոխել այն մոտեցումը, որ մենք թույլ ենք, մենք ուժեղ ենք։ Դպրոց չգնալու հետ կապված ես վստահ եմ, որ շատերի համար շոկային փաստ է լինում, որովհետև լայն աշխարհայաց ունեցող մարդ, կրթված մարդ, կարդացած մարդ, որը դպրոցի այդ տարիները ուղղակի բաց է թողել, ոչ մեկ չի ընտրել այդ կյանքը։ Ոնց որ այդ երեխան չի ուզեցել տենց անի, ուզեցել է իհարկե գնա ապահով լինի, բայց լավ, արի ոչ ոքի անեմ, $300 կշահեմ դրանից։ Այսինքն միտումնավոր եք ոչ ոքի անում։ Դե վախենում էի, որ պարտվեմ, երբ որ ես գնացի Գերմանիա, դրանից հետո սկսեցինք պետությունից աջակցություն ստանալ, ես արդեն թևերս ազատ, գիտեի, որ ոչ մաման, ոչ պապան, ոչ քույրս սոված չեն մնա։ Լևոն, ստացվում է, որ որոշակիորեն մի քիչ գումարի հնարավորություն կար, դուք նոր ձեզ ազատ թողեցիք խաղալու առանց մտածելու հետոյի մասին եւ սկսեցիք հաղթել։ Իհարկե, անճոռնի ճուտիկի պես դարձա կարապ։ Արիանայի կորստից հետո դուք այդ շրջանում ունեցել եք զգացողություն, որ հնարավոր է չվերականգնվեք դուք հոգեպես, թե երբեք։ Մարդը չպետք է իրան նայի ոնց որ զոհ։ Եթե հավատում ես Աստծուն, հավատում ես ու ուզում ես լավ մարդ մնաս, կյանքում տարբեր բաներ կարող լինի։ Դժվար է։ Դժվարություններով անցնում ես, այդ տխրությունով անցնում ես, բայց վերջո պետք է այդ ամեն ինչից դուրս գաս։ Այդ շրջանից հետո ձեր կյանքում հայտնվեց Անին, ձեր կինը։ Անին ինչքանով ձեզ օգնեց վերականգնվել։ Շատ է օգնել, փոխել եւ ջերմություն տվել, լույս տվել։ Հաղորդման գործընկերներն են Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Softcare կոսմետոլոգիական սարքավորումներ ներմուծող ընկերությունը։ Դու ինչի մաս։ Live-room-ում այսօր միջազգային գրոսմայստեր աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն է։ Բարև ձեզ, Լևոն։ Բարև ձեզ, Համալե։ Շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք։ Ես անկեղծ ասած հարցազրույցին պատրաստվելիս նայում եմ այս հաղթանակը ու նայում եմ ինչ մեծ ճանապարհ եք անցել ու մտածում էի հետաքրքիր է այս մարդը իրականում իր առօրյա կյանքում գիտակցում է ինչ մեծ ճանապարհ է անցել թե դա ձեզ համար ինչ որ առումով սովորական դարձած մի ուղի է սովորական ոչ թե արժեզրկելով այլ ձեզ համար կենսակերպ դարձած մի ուղի է որի մեջ դուք գուցե պահի տակ չեք էլ պատկերացնում թե ինչ մեծություն եք ձեր աշխատանքի մեջ դարձել։ Դե գիտեք Առասարակ ոնց ասեմ, ես ինչ-որ փոքրուց իմ ծնողները միշտ ասենք ինձ ինչ են սովորացրել, որ հա, ունենում ես ինչ-որ հաղթանակներ, ունենում ես ինչ-որ նվաճումներ, բայց գլխավորը ոնց որ քո ներքին հանգստությունն է, ներքին ասենք լավ մարդ լինելն է, դա է ամենամեծ նպատակը, որ դու կարողանաս քո
կյանքի եւ ասենք քո էությունը տենց դասավորես քո կյանքը եւ էությունը, որ դու աշխարհը քո գնալուց հետո ավելի լավ տեղ լինի, ավելի լավ ինչ որ մի բանով կարողանաս դրան օգնես։ Իսկ այդ նվաճումները, երբ որ ես հաղթանակ եմ ունեցել ու դրանով ես զգացել եմ, որ իմ ազգը, իմ երկիրը իրան մի գրամ ավելի հպարտ ազգացել, դա ուրեմն իմ աշխատանքը իմաստ ունեցել է։ Իսկ այն ինչ որ գիտեք են, որ ասում են, վայ, ես այս սրան եմ հասել, նրան եմ հասել, ասենք ժամանակը անցնում է, նոր հաջողություններ են լինում, նոր լեգենդներ են ծնվում։ Այդ ամեն ինչը ոնց որ ես դա այդքան չեմ անկալում, ոնց որ հիմա իմ ճանապարհը ինքը արդեն հստակ է, որովհետև չգիտեմ, կարող է 20 տարուց հետո եթե ես հիմա համարվում եմ, ասենք, պատմության մեջ 20-րդը կամ 30-րդը իմ նվաճումներով կամ ավելի բարձր, ավելի ցածր դա կապ չունի, կարող է ասենք 20 տարուց հետո ես 100-յակի մեջ չլինեմ։ Իսկ պատրաստ եք նման մտքերին, թե ուղղակի այսպես ասում եք եւ անցնում եք։ Չեմ մտածում դրա մասին, ես ուղղակի գիտեմ, որ այն ինչ որ մենք արել ենք, ասենք, ես կամ ինչ որ արել եմ ես իմ հաջողություններով եւ մեր թիմը արել է ոնց որ մեր ազգին իրանց ավելի լավ զգալով, դա արդեն ինձ երջանկացնում է։ Ես արդեն երջանիկ մարդ եմ։ Շախմատի մեջ ու առհասարակ սպորտում շատ կարևոր է եւ հաղթանակին զգաստ եւ սթափ նայելը եւ պարտությանը զգաստ եւ սթափ նայելը, որովհետեւ երկու դեպքում էլ ջրի երես է գալիս մարդու տեսակը։ Երկու դեպքում էլ պիտի կարողանաս պատվով անցնել ճանապարհը։ Դուք ինչպես սովորեցիք ճիշտ անցնել ձեր հաղթանակների եւ պարտությունների ճանապարհը, որովհետեւ ցավոք մյուս կողմն էլ է եղել։ Դե պարտություններ շատ ցավոտ ունեցել եմ ես, ասենք իմ կյանքում, ասենք դա ոնց որ ընդունում ես, ոնց որ ճանապարհիդ մի մասնիկը։ Այդ պահին կարողանում եք սթափ ընկալել, որ նորմալ է, թե հետհայաց եք հասկանում, որ սա էլ մի մաս է եւ յուրաքանչյուր պարտության կարող է հաջորդել հաղթանակ նաեւ։ Այս տարիքում հա, ավելի երիտասարդ տարիքում ոչ։ Դա ոնց որ փոփոխվում է, էլի։ Հիմա եթե ասենք, չգիտեմ, փոքր տարիքում դու հասնում ես մեծ հաջողության ու դու կարծում ես, որ արդեն սա վերջն է եւ արդեն ամեն ինչ շատ լավ է լինելու, մի քիչ մեծ տարիքում հասկանում ես, որ մի բանը ասենք գրավելն է, մյուս բանը պահելն է։ Այդ քո նվաճումները եւ շարունակաբար քո վրա աշխատելը, շարունակաբար սովորելը։ Իմ մոտ կարծում եմ, ասենք, ես երևի թե տենց 35 տարեկանից սկսեցի հասկանալը, որ ինչ որ այդ հաջողությունները կամ այդ պարտությունները դա որոշիչ չեն իմ ճանապարհի ոնց որ վերջը չի, որտեվ գիտեք ինչ նախնդիրը, շատ է լինում, որ կողքիններդ կամ լրագրողները կամ քո գործընկերները իրանք ինչ որ կարծիք են հայտնում ու դու կարող ես ընկնես այդ կարծիքի տակ ու սիրարվես, ասենք, այդ ինչ որ կերպարի վրա։ Գիտեք, ամեն մարդուն շատ հաճելի է այդ, ոնց են ասում, այդ տրագիկ կերպարը ընդունելը, վայ, ինքը շատ մոտ էր, բայց չստացվեց։ Բայց ես միշտ մերժել եմ այդ տրագիկ բանը իմ կյանքում։ Ես միշտ ուզեցել եմ նայեմ ապագային եւ կոփվեմ, դե, հա, իհարկե, թուլության մոմենտներ էլ ես ունենում քո կյանքում, բայց պետք է կարողանաս ոնց որ քեզ հավաքես եւ նորից պայքարես, որովհետեւ պայքարը կյանքա, պայքարը մի բան է, որը բոլորն են անում բնության մեջ, ամեն ինչն է պայքարում է, երբ որ երկրաշարժ է լինում եւ ամեն ինչ քանդվում է կամ ինչ որ մի ասենք հրդեհ է ալնում, հետո նորից ծառերը աճում են։ Ձեր շախմատային կարիերայում այսպես վայրի վերումներ եղել են, բայց 20-22 տարեկանից հստակ հաղթանակի հետևից գալիս էր։ Փոքր տարիքում էլ բոլորը գնահատում էին ձեզ որպես շախմատիստ, ձեր հնարավորությունները միշտ գնահատում էին որպես տաղանդավոր շախմատիստ, բայց փոքր տարիքում, չգիտեմ, գուցե պայմանավորված են հանգամանքով, որ
Դուք, եթե չեմ սխալվում, ի սկզբանե այդքան շատ չեք սիրել շախմատը։ Սկզբում դա ձեզ համար եղել է աշխատանք եւ հետո նոր դարձել է ձեր կյանքի ինչ-որ անբաժան մասնիկը, բայց փոքր տարիքում այնպես չէ, որ հենց ի սկզբանե գալիս էին հաղթանակները։ Դուք ունեիք երազանք, որ մի օր այսպիսի ճանապարհ եք անցնելու, այսպիսի ապագա եք ունենալու, թե մեխանիկորեն ստացեց ամեն բան։ Գիտեք, ոնց որ իմ ծնողները շատ մի բան է, որ ես շատ շնորհակալ եմ իրանց, որ ինձ որ ասել են, այդ ադապտացվելու ունակությունն է։ Իմ հայրը, որը գիտնական է, երբ որ իրանց լաբորատորիան փակվել է, ինքը դարձել է էլեկտրիկ, ռեմոնտ արել մարդկանց տները, ինքը մի պահ մի ընկեր ուներ, որը մետաղներ էր վաճառում, պապաս սովորեց ոնց որ հասկանալը եւ սկսեց դրանով զբաղվելը։ Մամաս ինժեներ է, ինքը թարգեց իր աշխատանքը եւ սկսեց ոնց որ ներդնելը իր ամբողջ ուժերը նրան, որ իմ համար աջակցող ինչ որ սպոնսորներ կամ ինչ որ բարեգործներ, որոնք կարող էին օգնել։ Ոնց որ իմ ծնողների ես ինչ եմ տեսել, չեմ տեսել մի օր նստեն, ասեն, «Բայ, ամեն ինչ փակվեց, ինչ ա լինելու»։ Չէ, մի շարժման մեջ հետո մայրս շատ ակտիվ սկսեց, ասենք, հասկանալը ինչ հնարավորություն կա այդ դժվար պահերին երկրից գնալը։ Գնալ միտեղ, ոնց որ այնտեղ հաստատվել, հետո վերադառնալ։ Եվ իմ մոտ էլ է նույնը միշտ եղել։ Հա, ես չեմ կարող ասեմ, որ իմ երազանքն է եղել շախմատից դառնալը։ Բայց երբ որ ես 9 տարեկան էի եւ հայերեն լավ չէի խոսում, քանի որ մեր տունը, քանի որ հայրս Բելարուսիայից է, մեր տունը չի եղել հայերեն լեզուն տենց ամենակարևորը։ Եվ ռուսախոս եմ եղել եւ գնացել եմ ռուսական դպրոց, հետո ռուսական դպրոցները բոլորը փակվել են եւ իմ ծնողները ինձ ասել են դե 7-րդ մասից քիչ մենակ Պուշկինն էր։ Դե հետո ձմեռը չէր կարող դու իջներ 7-րդ մասից Պուշկին։ Դե ասին լավ, դե տունը մնա, ինչ որ այս պահին ինչով ես զբաղվում, շախմատով ես զբաղվում։ Լավ, մենք կգտնենք քեզ դասատու եւ կզբաղվես շախմատով։ Ոնց որ այդ ադապտացումը միշտ եղել է։ Եվ ընտրությունը այդ պահին իմ ձեռքը չէր։ Դրա համար էլ այդքան չէի շատ չէի սիրում շախմատ։ Իմիջիայլոց դպրոց չգնալու հետ կապված, ես վստահ եմ, որ շատերի համար, որքան էլ սա գաղտնի փաստ չէ, բայց շոկային փաստ է լինում, որովհետև լայն աշխարհայաց ունեցող մարդ, կրթված մարդ, կարդացած մարդ, որը դպրոցի այդ տարիները ուղակի բաց է թողել, շատ դժվար է, հա, դպրոցական առօրյայից դուրս մնալ եւ այլընտրանք չընտրել փողոցը։ Ինչպես ձեր կյանքում ձևավորվեց այդ կենսակերպը, որ դպրոց չգնալով հանդերձ դուք դարձաք կրթված մարդ։ Դե իմ ընտանիքը շատ կրթված է։ Իմ մոտ շատ կարդացող ծնողներ են ու շատ գիտեք այնձևի ծնողներ ունեն, որոնք այն ժամանակ ինչ որ արգելված գրքեր եթե կար, իրանք բերում էին գիշերը ու իրար հետ կարդում, որ առավոտը հասցնեն այդ ապորինի գրքերը, որոնք գրված էին ինչ որ մեկը տանը պատրաստել էր, որ հետո պետք է իրանք հետ հանձնեին, որտեղ սովետի դեմ էր գրածները։ Դրանք ձեռքից ձեռք էին գնում։ Եվ այդ սերը միշտ եղել է իմ ծնողների մեջ, գիտելիքը եւ փոխանցվել է դա փոքր տարիքից, ոնց որ ես միշտ կարդացել եմ եւ իմ քույրը միշտ կարդացել է եւ դպրոց չգնալը մի բան եղավ, որ սկսեցի ոնց որ այն բաները կարդալ, որոնք ինձ ավելի հետաքրքիր են, ավելի տարիքային են։ Որտեղ շատ ալնում, չգիտեմ, 12-13 տարեկանում քեզ ինչ որ գիրք են տալի, որը դու չես հասկանում, բայց պրոֆեսորները մտածում են քո համար են դրանք։ Սկսեցի շատ տարբեր հետաքրքիր կենդանների մասին գրքեր սկսեցի կարդալ։ Այդ տարիքից մեր ոնց որ տան գրադարանը շատ մեծ էր, մինչև չվաճառեցինք, որ կարողանամ մրցաշարների գնալ փոքր տարիքում եւ դա ոնց որ եղավ այդ ամեն ինչը, որ իմ սերը ինքնազարգացման ոնց որ մեջ ծնեց երաժշտության նկատմամբ սերը, նկարչության եւ տարբեր
բնակավարներում, որոնք իրենց մեջ ոնց որ այդ բանը ունեն, որ կարող ես դու մենակով սովորես։ Softcare ընկերությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է Apilus էլեկտրոէպիլյացիայի սարքավորումը, որի ուսուցումը իրենք իրականացնում են անվճար սարքը ձեռք բերող մարդկանց համար, ինչպես նաև իրենց իսկ փորձով վստահեցնում են, որ հաճախորդների բազան շատ մեծ է։ Softcare ընկերության հիմնադիր տնօրեն Վահագ Գրաշը մեզ կպատմի, թե ինչպես են այս սխեման իրականացնում։ Apilus-ի ուսուցումը իրականացնում է Կանադայի կողմից լիցենզավորված մեր մասնագետը Միլենա Սարգսյանը, Հայաստանում այս պահին միակ տրեներն է, ով կարող է այդ ուսուցումը իրականացնել։ Մենք գիտենք, որ Apilus-ը շատ եկամտաբեր բիզնես է։ Եկամտաբեր բիզնես է ինչի համար, որտեղ օգտվողները շատ են, պահանջարկը մեծ է, ինքը հնարավորություն է տալիս գումար աշխատել շատ մեծ ներդրում չկատարելով։ Եթե հաշվենք, որ Հայաստանում ֆիքսված ժամը 1 ժամը 10,000 դրամ է Apilus-ի համար, նորմալ աշխատանքային process-ում կարող է 5-ից 6 ժամ մասնագետը աշխատել։ Եթե հարկեր ամեն ինչ հանում ենք, ծախսերը հանում ենք, մոտավորապես 30-ից 35,000, 40,000 դրամ կարելի է աշխատել օրվա ընթացքում։ Չնայած մասնագետներ ունենք, որ 10, 12, 14 ժամ նույնիսկ աշխատում են։ Եթե մարդիկ օրինակ վերավաճառողից գնել են սարքը, կարող են գալ եւ վճարովի դասընթաց անցնել, թե Apilus-ի վճարովի դասընթաց չունեք։ Ունենք նաեւ վճարովի դասընթաց, հաճախորդները, ովքեր մեզ մոտից են գնել, ուզում են երկրորդ մասնագետ ունենալ իրենց մոտ, բավական մեծ զեղչով մենք իրականացնում ենք այդ ուսուցումը։ Նույն դեպքում, եթե սարքը վերավաճառել են, էլի ուզում են մասնագետ պատրաստել, էլի զեղչով իրականացնում ենք, իսկ մարդիկ, ովքեր ուղղակի ուզում են ուսուցում անցնել, շատ ունենք այդպիսին, ուսուցում անցնում են, հետո գնում ուրիշ կենտրոնում աշխատում են։ Միլենա Սարգսյանը Apilus սարքավորման միակ պաշտոնական տրեներն է Հայաստանում։ Ինչ նրբություններ ունի Apilus-ի սարքավորումը եւ ուսուցումը։ Էլեկտրոէպիլյացիան արդեն 140 տարվա պատմություն ունի, այդքանով իսկ անվտանգ է, սակայն Apilus սարքերը ունեն որոշակի նրբություն աշխատանքային, կան մասնագետներ, ովքեր 20 տարի, 30 տարի նույնիսկ ոլորտում են եւ զանգահարում են, ասում են, իսկ ինչու մենք պետք է գանք ուսուցման։ Սակայն շատ նրբություններ կան, պատկերացրեք դիպուկահարի ճշգրտություն է պետք Apilus սարքերով աշխատելիս, քանի որ հոսանքը դուրս է գալիս միայն ասեղի ծայրից եւ եթե կես միլիմետր անգամ վերև ներքև մազը ուղղակի չի այրվի եւ կպոկվի։ Այս դեպքում հաճախորդին վնաս հասցնելու հնարավորություն կա, թե հաճախորդը անվտանգ է, պարզապես կարող է ունենալ արդյունավետ կամ անարդյունավետ այց։ Տեսեք, պրոցեդուրան կատարվում է հենց ֆոլիկուլի մեջ, դա մազի պարկն է եւ վտանգը կարող է լինել այնքանով, եթե մասնագետը ուղղակի ասեղի խորությունը ճիշտ չընտրի, ավելի մակերեսորեն այրումը կատարի եւ վնասի մաշկը։ Իսկ մյուս տեսակետից զուտ մազը չի այրվի եւ կունենանք անարդյունավետ պրոցեդուրա։ Ինչ երաշխիք կա, որ մասնագետը դասընթացը անցնելուց հետո միևնույն է պրոցեդուրան սխալ չի իրականացնի։ Դասընթացները իրականացվում են իմ շատ բարձր վերահսկողության ներքո։ Ամեն դեպքում մի փոքր դժվար է պատկերացնել, որ որևէ ոլորտում մասնագետը կարող է աճեցնել իր համար մրցակիցների։ Կան ամեն դեպքում գաղտնիքներ, որոնք ձեզ եք պահում։ Երբ մենք դեռ չէինք ձեռք բերել Apilus-ի պաշտոնական ներկայացուցչությունը եւ բանակցությունների մեջ էինք, ես Dectro International-ի հիմնադիրին ասացի, որ հենց ես եմ ուզում դասընթացները անցկացնեմ, քանի որ դա պետք է անի այնպիսի մարդ, ով շահագրգռված լինի սարքի համբավի համար։ Տեսեք, եթե միայն իմ կենտրոնը լավ աշխատի եւ մնացած կենտրոնները, ովքեր աշխատում են Apilus-ով վատ աշխատեն, դա միանշանակ կազդի ընդհանուր Apilus-ի համբավի վրա, կտուժի համ իմ կենտրոնի աշխատանքը, համ առհասարակ Apilus-ի անունը, մրցակցությունից Apilus-ը դուրս կմնա եւ այդ բոլոր ջանքերը, որ մենք այսքան տարիներ գործադրել ենք, ապարդյուն կլինի։ Դե իհարկե ես ինքս անցա Dectro International-ում վերապատրաստում, անկեղծորեն ես ոչ մի գաղտնիք չունեմ իմ աշակերտներից եւ վստահաբար կարող եմ ասել, որ
ապիլուսի հենց հաջողության գաղտնիքը դրանում է կայանում։ Լինում են դեպքեր, երբ օրինակ որևէ աշակերտի հետ ավելի երկար եք աշխատում, որովհետև հասկանում եք, որ ինքը դեռ պատրաստ չէ հաճախորդ ընդունելու։ Այո, եղել են նման դեպքեր, անգամ եղել են, երբ մասնագետը արդեն պատրաստ սկսել է աշխատանքը, ինչ որ հարցեր են իր մոտ առաջացել, զանգահարել է ինձ, բնականաբար մենք միասին այդ հարցը վերանայել ենք, ես կապը պահում եմ իմ բոլոր աշակերտների հետ եւ դա նշանակություն չունի, թե քանի տարի առաջ են իրենք եկել եւ դասընթացը անցել։ Վահագը պատմում էր սարքի եկամտաբերության մասին, դուք եւս սկսել եք մեկ սարքավորումից եւ հիմա արդեն ունեք ձեր մեծ կենտրոնը։ Ձեզ համար եւս ըստ էության սա դարձել է հաջողակ բիզնես գաղափար։ Շատ մեծ հաջողություն բերեց նախ ինձ Ապիլուսը, երբ սկսեցի աշխատել, չէի կարող պատկերացնել, որ մի քանի տարի հետո ես կունենամ իմ կենտրոնը, կունենամ աշխատակիցներ, ավելին ասեմ, մրցակցության այնքան հանգիստ կնայեմ, որ ինքս մեծ ողջավորությամբ կնպաստեմ, որ Ապիլուսը Հայաստանում տարածվի, երբ հաճախորդները զանգահարում են եւ ասում են, որ դուք ժամ չունեք, ուրիշ որ կենտրոն կարող ենք գնալ եւ ես հանգիստ կարողանում եմ խորհուրդ տալ այլ կենտրոններ, որտեղ որ իմ աշակերտները աշխատում են, դա արդեն մեծ ձեռքբերում է բոլորիս համար, այսինքն բոլոր այն կենտրոնների համար, ովքեր աշխատում են Ապիլուս սարքերով։ Softcare ընկերության Instagram-յան էջի հղումը կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Սկսեք ձեր բիզնեսը զրոյից եւ անցեք ձեր հաղթական ճանապարհը։ Ձեր մայրիկի ներդրումը շախմատիստի ձեր կարիերայի մեջ ավելի մեծ էր, որովհետև մայրիկը ձեզ միշտ հավատում էր։ Հայրիկը, որքան գիտեմ, այդքան էլ համաձայն չէր ձեր ընտրած ճանապարհի հետ, բայց հավանաբար տարիների ընթացքում իրեն արդեն ապացուցեցիք, որ դա հենց ձեր կոչումն էր։ Մայրիկի ներդրումները ձևավորեցին ավելի ջերմ ու մտերիմ հարաբերություններ հենց մայրիկի հետ։ Իհարկե, հայրիկս ոչ թե օգնում էր, այլ ավելի շատ խանգարում էր։ Որովհետև հայրիկս դժվար է ասել ոնց է տանց լինում, բայց ասենք կարող է ինքը գնայինք ինչ-որ սպոնսորի մոտ ու պապաս իրանց ասեր, ռուսերեն ասեմ, որ իր ասած որնի, ասեր «Желаю вам хорошего нюха»։ Ոնց որ ասենք իրանք շուն են, պետք է ինչ-որ հոտոտեն։ Այդ մարդիկ իհարկե ասում էին դե մենք ոնց աջակցենք, եթե մարդու հայրը մեզ վերաբերվում է ոնց որ ինչ-որ ցածր տեսակի մարդկանց։ Բայց ինքը գիտեք ինչ, պապաս շատ հումորով մարդ է, ու ինքը կյանքում ինչ-որ իր վրով էլ հումորանաց ինքը չի նեղանա, բայց ինքը աշխարհը ընկալում է այդ աշկերով, բայց մարդիկ կան, որ իրանք տենց բաներից ոնց որ ազնվում են, կամ մի անգամ իմ հաջողություններից հետո մայրիկս փորձեց եւ հնարավոր եղավ ամբողջ գրոսմեստերներին կանչել մեր տուն 7-րդ մասիվ քաղաքից ակադեմիկոսներ, տարբեր մարդիկ շախմատի մեջ եկան մեր տուն եւ սենց լավ ժամանակ անցկացրեցինք եւ պապաս բարձրացավ ասեց իսկ դուք չեք ուզում ինչ որ տղամարդու գործով զբաղվեք այս էշության տեղ Իհարկե դա հանակ էր, բայց իրանք այդպես չէին ընկալում, որովհետև գնացին։ Իսկ այդ փուլում ձեր զգացողությունը, որովհետև ամեն դեպքում դուք նոր եք սկսում ճանապարհը, ինչ որ առումով հնարավոր է ամոց գաք, այսինքն մենք հետ ենք, չէ՞ շատ հարցերի հումորով ու թեթև նայում։ Այդ պահին առաջինը Սարը քրտինքն է հավանաբար։ Գիտեք, մամաս նենց դիպլոմատ է ու ասենք ինքը խոր մարդ է, հասկանում է, որ ինքը տենց մարդ չի, որ պապայից ասեր տենց բան մի արա կամ ինչ-որ ինքը ոնց որ հետո սկսում էր դիպլոմատիան։ Ասում էր դե հիմա մի քիչ խմել է մարդը, հանակը արել, մի նեղացեք, բան։ Տենց կարողանում էր ինքը ոնց որ այդ սուր պահերից ճգնաժամից մեզ հանել։ Դուք տեսակով ավելի շատ ձեր մայրիկին էիք նման, թե հայրիկին։ Ճարճությունով հայրիկին, բայց դե մամաս մի բան ունի, որը ես շատ եմ օգտագործում, ոնց որ սառնասրտություն է, ինքը մի պահի տակ կարողանում է մի քիչ ժամանակ տա,
վեճի ժամանակ կամ ինչ-որ մի բան ժամանակ, մի քիչ տա ժամանակ կամ տենց բառեր շասի, որից հետո չես կարողանալու հետ վերադառնաս։ Ու այդ բանը շատ բաներով երբ թե մամայիս եմ կապված եւ հետաքրքրությունով պապայիս եմ, որովհետեւ պապաս sense ամեն ինչ կուզենա անի, ուտի, տեսնի, տենց։ Բայց այդ հանգստությունով, խորությունով երբ թե մամային։ Իսկ այն տարիներին, երբ մաման ձեզ ամեն օր ասում էր դու տաղանդավոր ես, դու կարող ես, դու լավագույնն ես եւ պապան ասում էր մի նորմալ բանով զբաղվիր։ Սրտնեղում էիք պապայի ասածներից կամ ում միտքներ որ ձեր մեջ կերակշռում էր, որովհետեւ երկու միտք զուգահեռաբար ներդրվում էր ձեր մեջ եւ այստեղ արդեն երեխայի ընտրությունն էր, որ միտքն է վերցնելու եւ պահելու իր մեջ։ Ես տեսնում էի մամայի նվիրատվությունը ու իր, ասենք, այդ, չգիտեմ, կաբինետներում 8 ժամ սպասելը կամ բոլորի փորձելը դռներ ջարդելը, փորձելը ամեն ինչ անել, համոզելը։ Ու իմ համար ոնց որ բաներ էլի, պարտական է ես ինձ զգում։ Չի կարա իր ոնց որ այդ աշխատանքը չգնահատեի։ Եվ իր մեջ այդ կրակը ոնց որ ես չի ուզում հետո որ ինքը իր մեջ մարի այդ ամեն ինչը, որ ինքը այդքան մինչև հիմա ցանկում է ինձ պարտություններից հետո վայ դե չես կարող խաղալ, սենց ինչ որ ջղային բաներ ասում։ Ու ես դա շատ գնահատում եմ։ Որտեվ նրանց հետո գալիս են հաջողություններ։ Ես ասեմ մամ ջան, հանգիստ, սենց էլա լինում, կտեսնես, վերջը լավ է լինելու։ Ես իմ մեջ միշտ տենց ա եղել։ Ես պարտությունները ոնց որ իմ վրա միշտ լավ են ազդում։ Իսկ մինչև 20 տարեկան այդ շատ ոչ ոքիները, պարտությունները ինչպես էին անդրադառնում ձեզ վրա ու այն ժամանակ մայրիկը ինչպես էր արձագանքում, որովհետև այն ժամանակ դեռ մայրիկը չգիտեր ով է իր դիմաց, թեպետ հասկանում էր որ տաղանդավոր է տղան։ Դե ինքն էլ էր հասկանում որ այդ ֆինանսներից է, այդ իմ վախը, իմ խնդիրները, որի ասենք ես միշտ վերջի տուրն է ամենակարևորը։ Ես գնում եի այդ տուրի իմանալով, որ ես այդ տուրում եթե լավ չխաղամ, ոչ մի գումար չեմ վաստակի ու չեմ կարողանա ոչ միտեղ գնամ էլ։ Ու ես ասում եի լավ, արի ոչ ոքի անեմ, $300 կշահեմ դրանից։ Այսինքն միտումնավոր էիք ոչ ոքի անում։ Դե վախենում էի, որ բա որ պարտվեմ ու ասենք մի տարի մնամ տունը։ Իհարկե դա միշտ ինձ վախացնում էր։ Երբ որ էդ էի ասում, երբ որ ես գնացի Գերմանիա, դրանից հետո սկսեցինք պետությունից աջակցություն ստանալ, ես արդեն թևերս ազատ գիտեի որ ոչ մաման, ոչ պապան, ոչ քույրս սոված չեն մնա։ Իրանք ինչ որ փոքր գումար ստանում են, որը հերիքում է գոնե, ասենք այդ սովորական բաներին։ Լևոն, ստացվում է, որ մինչև 20 տարեկան դուք կարող եք միտումնավոր պարտվել, չպարտվել ներողություն, ոչ ոքի խաղալ, որպեսզի գումար աշխատեիք, եւ երբ որոշակիորեն մի քիչ գումարի հնարավորություն կար, դուք նոր ձեզ ազատ թողեցիք խաղալու առանց մտածելու հետոյի մասին եւ սկսեցիք հաղթել։ Իհարկե։ Դե հետո գիտեք, երբ որ ես գնում եի այնտեղ մրցաշարներ, փոքր տարիքում, ես շատ էր ելնում, դե չգիտեմ $20 էի հետը ստանում, դե ուրիշ բան չունեինք, մենակ տոմսներ ամեն ինչ գնում, դե ինչ որ չգիտեմ, այնտեղ նրբիաշիկ ես առնում կամ չգիտեմ ինչ որ հաց տան սենյակի համար պահում ես, մյուս փողով էլ ես գիշերները գրում էի բան էի խաղում, ինչ որ գտնում էի հարուստ շախմատային տուրիստների, հետները ինչ որ գումար էի դնում, հետները խաղում էի, որ այդ գումարները հաղթեի Դե հոգնած գնում էի հետո խաղի, բայց ինչ որ ունենում էի հնարավորություններ նորմալ սնվել։ Իհարկե, հենց այդ ֆինանսական այդ ամենամինիմումը ապահովվեց, ես արդեն անճոռնի ճտիկի պես դարձա կարապ։ Վախ։ Լևոն, իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայից Նվեր Քարտունեկ, իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է, այնպես որ ես չգիտեմ դուք Հայաստանում եք ձեր առողջությամբ զբաղվում թե Միացյալ Նահանգներում, իմպլանտումը նաեւ միջազգային ցանց է եւ կլինիկա ունի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնպես որ կարող եք թեկուզ Միացյալ Նահանգներում օգտվել իրենց ծառայություններից, վստահ եմ որ գոհ կմնաք, որովհետեւ երբ բժիշկը
հավատարիմ է իր կոչմանը, այդ արդեն շատ մեծ նշանակություն ունի իր հիմնադրած կառույցի գործում։ Հակառակ Ստոմատոլոգիայում նորարարական մեթոդները շատ են, իսկ իմպլանտումը դրանց առաջին ինտեգրողներից մեկն է Հայաստանում։ Կլինիկայի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանը մեզ կպատմի, թե ինչպես են մեկ օրում նոր ատամնաշար ձևավորում։ Սա գիտեմ, որ մի քիչ անսովոր է հնչում, բայց բժիշկը կմանրամասնի։ Ողջույն։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ենթադրում ատամնաշար մեկ օրում արտահայտությունը, որը վերջին շրջանում պատել է բոլորիս։ Ատամնաշարը մեկ օրում դա լիովին իրականություն է, քանի որ ներկայումս տեխնոլոգիաները հնարավորություն են մեզ տալիս, օրինակ լրիվ անատամ ծնոտի դեպքում տեղադրել 4 կամ 6 իմպլանտ, հենց նույն օրը հատուկ սկաների միջոցով սկանավորում իրականացնել եւ 3D տպիչի օգնությամբ ստեղծել ժամանակավոր ատամնաշար, որը որ ընդամենը մի քանի ժամից պատրաստ է լինում եւ տեղադրում ենք կլինիկայից պացիենտը գնում է լիարժեք ժպիտով։ 3D տպիչի միջոցով ստեղծվում են ատամներ, որոնք լիարժեք ծառայում են մարդուն։ Այո, մեթոդը մեծ հնարավորություն է տալիս հենց նույն օրը տեղադրել ժամանակավոր ատամնաշար, որը որ կարող է ծառայել պացիենտին մինչև 6 ամիս, 6 ամիս հետո հարկ է լինում նշված ատամնաշարը փոխել հիմնական ատամնաշարի, որը որ արդեն կծառայի մեր պացիենտներին ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք ունենք հնարավորություն նաև տեղադրել հենց միանգամից հիմնական ատամնաշար, որը որ տեղադրվում է մոտարապես 1 շաբաթվա ընթացքում, կերամոկոմպոզիտային ատամներ, որոնք որ 6 ամիս հետո հետագայում կարիք են լինում իրականացնել միայն վերահենքավորում, այսինքն ատամնաշարը չենք փոխում։ Ատամնաշարը հնարավորություն ունի պացիենտ օգտագործել 5-ից 7 տարի։ Իսկ մշտական ատամնաշարը, որը նախատեսված է ավելի երկար օգտագործման համար, արդեն վերահենքավորման կարիք չունի։ Չէ, մշտական ատամնաշարը հենց տեղադրվում է 6 ամիս հետո ու արդեն տեղադրվում է լրիվ առողջացած, լավացած լնդերի վրա։ Ամեն դեպքում պացիենտը կարող է վնասել ատամնաշարը։ Ընդհանուր առմամբ բոլոր դեպքերում բոլոր կոնստրուկցիաներն էլ հնարավորություն կա, որ տրավմայի արդյունքում կարող են կոտրվել կամ ինչ-որ տրավմայի ազդեցության տակ վնասվածքների ենթարկվել, բայց բոլոր տեսակի ատամնաշարերն էլ իրանք վերանորոգման հնարավորություն ունեն կամ օրինակի համար եթե ատամնաշարը ազդեցության է ենթարկվել կամ տրավմայի է ենթարկվել, շատ դեպքերում կարիք չի լինում ամբողջը փոխել, մենակ տեղային այդ հատվածը հնարավոր է վերականգնել։ Նորարարական մեթոդները իրականում շատ մեծ հնարավորություն են մարդկանց համար եւ պրոցեսը շատ տհաճ չդարձնելու եւ նաեւ երկարատև ծառայող ատամնաշար ունենալու համար։ Միաժամանակ այս մեթոդները շատ թանկ են եւ անհասանելի մեր բնակչության համար։ Ուզում եմ նշել, որ այս մեթոդի նորությունը կարող է նրանում, որ իմպլանտները տեղադրելով մենք իմպլանտներից դրոշմի ստացումը, չափս վերցնել այսպես ասած, նույնպես իրականացնում ենք սկանավորման միջոցով եւ մենք ունենք նոր սարք, որը որ իրականացնում է ֆոտոգրամետրիայի մեթոդով սկանավորում, որը որ հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրիտ իմպլանտների տեղերը տեղորոշել, որի արդյունքում որ մենք կարողանում ենք ատամնաշարը նույնպես մաքսիմալ ճշգրիտ ստեղծել ու ստանալ հենց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Ինքը անփոխարինելի է, քանի որ նախկինում նույնպես իրականացվում էին մեթոդներ, որտեղ որ մենք կարողանում ենք ատամնաշարը տեղադրել մի քանի ժամվա ընթացքում, բայց սխալմունքի հավանականությունը կամ տեղադրված ատամնաշարի ոչ ճշգրտությունը շատ մեծ էր։ Իսկ այս մեթոդը հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրտությամբ ստանալ ատամնաշար։ Դավիթ, գինն էի հարցրել։ Ասեմ, գինն էլ թանկ չի, այսինքն ընդհանուր առմամբ ինքը չի թանկացնում պրոցեդուրայի արժեքը, ու մոտակա ժամանակներս մենք նախատեսում ենք նշված ծառայության վրա բավական գնիչեցում, որպեսզի ծառայությունը հասանելի լինի ավելի մեծ քանակով մարդկանց։ Դավիթ Մաթևոսյանի Instagram-յան H-նու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Որպես կանոն, երբ մի անգամից մարդիկ հաջողություններ են ունենում, այ գումար չի ունեցել, գումար է ունենում, շատերը փոխվում են։ Շատերը չեն կարողանում դիմակայել գումարի կայթակղությանը։ Ինչպես գլխի վայր շրջված կյանքը եւ միանգամից բարելավված կենսակերպը կամ եթե միանգամից բարի գործածությունը այստեղ սխալ է, ապա գոնե 180 աշճանի տակ փոխված կենսակերպը չփոխեց ձեզ։
Դե շատ բաներում փոխեց իհարկե։ Ազատությունն է սա, եթե այն ժամանակ ինչ որ ես չի կարող մեկին ինչ որ ասեի դու լավ մարդ ես, դու ինձ ոնց որ sense առաջարկ պետքա չանես, երբ որ ֆինանսներ ունեցա, հնարավորություններ ունեցա, կարողացա ավելի ազատ մարդկանց հետ խոսալ։ Այս առումով երևի թե ձեզ տվեց հնարավորություն ավելի ամրապնդելու ձեր դիրքերը, բայց երիտասարդների համար շատ հաճախ գումարը կարող է նաև կործանարար լինել։ Այս իմաստով նկատի ունեի։ Ես գիտեք շատ էի կարդացած։ Ու միշտ կարդացել եմ։ Իմ համար պրինցիպներ կա, որոնք ես իմ մեջ իմ համար շատ կարևոր էին։ Դա ոնց որ գալիս է շատ արևելքի փիլիսոփայությունից։ Դա գիտեք ինչն է, որ դու կարողավորես քո հիմնական ինստինկտները։ Ասենք քո հիմնական ինստինկտը որն է, չգիտեմ, սովը, ինչ որ սեքսը կամ ինչ որ այն բաները, որոնք դու ուզում ես, երբ որ դու կարողանում ես այդ ամեն ինչ կառավարես, քեզ պետք չի լինի դրա համար ինչ որ sense գժի պես չգնաս դրա նկատմամբ։ Դու ազատ մարդ ես։ Եվ երբ որ ես ասենք 20 տարեկանում կարդում եմ այդ գրքերը, իրանք իմ վրա շատ ազդեցին։ Փառք Աստծո, մինչև հիմա իմ կյանքում այդ գայթակղությունները դեպի փառքի, ֆինանսների, չգիտեմ, իմ նշված բաների չկան։ Եվ դա ինձ տվել է ազատություն եւ դրա համար այդ ամեն ինչով չեմ անցել։ Հայաստանում այդ բարդ տարիները հաղթահարելուց հետո 2001 թվականին դուք ձեր ընտանիքի հետ գնացիք Գերմանիա, որտեղ ապրելու հնարավորություն ունեիք, ձեր հայրը հրեա է, այսինքն փաստաթղթերի առումով այս առումով հնարավորություն ունեիք այնտեղ ապրելու։ Բայց ձեզ համար այդ տեղափոխությունը ինչպիսին էր, որովհետև ի վերջո մեծանում եք մի միջավայրում, ձևավորում եք ձեր ընկերությունը եւ տեղափոխվում եք այլ երկիր։ Դե շատ դժվար է, իհարկե, գնում ես մի երկիր, որի ասենք մոտեցումները դու չգիտես, չգիտեմ, երբ որ մենք սովոր ենք, մենք շատ ջերմ մարդիկ ենք, հիշում եմ, որ գնում էի առաջի անգամ, մի ընկեր ունեի, գերմանացի, որի հետ դե ես ուրդուս գիտեմ ոնց են մարդիկ իրենց դուրսը պահում։ Ես իրան գրկում էի, իրար հետ sense քայլում ենք եւ թիմից, որ գերմանական թիմում խաղում էին, ասում են, «Էս տղան տաղանդավոր է, բայց շատ տարօրինակ է, ինքը հաստատ ինչ որ ոչ տրադիցիոն բաներ ունի իր մեջ, մեր մոտ էլ հայկական, ասենք, իրար Ճիգիարով։ Հա, իհարկե։ Դե փոփոխությունները իհարկե իրանք այդքան հեշտ չեն, բայց ադապտացվեցին։ Կարևորը գիտեք, մեր գնալու իմաստն էր, որ ես կարողանայի մրցաշարներ խաղալ, եւ մենք դրան հասանք ընտանիքով, ոնց որ իմ ընտանիքը գնաց զոհաբերությունների, որ ես նստեմ գնացք, գնամ ինչ որ քաղաքից քաղաք եւ կարողանամ դառնամ շախմատիստ։ Իմիջիայլոց այդ շրջանը ինչ որ առումով նաև բարդ դարձավ ձեր կյանքում, ինչու որովհետև դա մի ցավալի շրջան էր, երբ Հայաստանում ձեզ ճիշտ չգնահատեցին եւ թեպետ դուք մեկնելով Գերմանիա չէիք հրաժարվել Հայաստանի դրոշի ներքո ներկայանալուց, բայց ստեղծվեցին հանգամանքներ, որ դուք մեխանիկորեն ստիպված եղաք դիմելու Գերմանիայի դրոշի ներքո ներկայանալու համար։ Այն մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն, հիշեցում անեմ, այստեղ շախմատի ֆեդերացիայի մակարդակով այն ժամանակ հայտարարություն էր արվել, որ մեջբերում եմ անում, դուք դժվար բնավորություն ունեք եւ հավաքականի վրա ձեր ներկայությունը վատ է ազդում եւ ձեզ չէին ներգրավել հավաքականի կազմում, թեպետ դուք այդ ընթացքում արդեն ունեիք հաղթանակներ եւ մեխանիկորեն պիտի ներգրավեիք հավաքականում։ Այս առումով ցավոտ մի շրջան էր ձեզ համար, երբ դուք չէիք հրաժարվել Հայաստանի դրոշի տակ ներկայանալուց, բայց ստիպված եղաք արդեն փոխել ձեր դրոշը։ Այդ շրջանը երիտասարդ Լևոն Արոնյանին ինչպես տրվեց։ Դժվար էր, իհարկե ցավալի է, ոնց որ տենց զգում ես, դու ուզում ես ասենք երկիրը ներկայացնես, բայց ինչ որ բյուրոկրատիայի դեմ ես կայնում, որ ինչ որ մեկը ոնց ասում են թայֆա-թայֆային խաղում։ Դե գիտեք, ես մի անգամ Շարլ Ազնավուրի հետ հանդիպելուց իրան մի հարց տվեցի, ասացի Շարլ, իսկ քանի որ դուք ուզում եք ձեր ասենք կարիերան, տենց անեք ոնց որ
Շարլ Տրենեի, որը էլի մեծագույն ֆրանսիացի երգիչ է, որը միայն երգել է իր երգերը, ոնց որ ուզեցել եք այդ ձևով շարունակեիք, երբ որ դուք իր հետ հանդիպում եք, ոնց էր այդ վերաբերմունքը, ասես դե վերաբերմունքը սկզբից սաղն էր, բայց երբ որ ես դառա Շարլ Ազնավուր եւ գնացի իր ամբողջ երգերի իրավունքները, շատ ջերմացավ։ Եվ կարելի ասել իմ պատասխանն էլ է տենց։ Քանի որ իհարկե, երբ որ դու երիտասարդ ես, ձգտում ես մի բանի, բայց դեռ չունես, ասենք, քո ամենապնդված դիրքերը, քեզ ասում են, որ դու ունես ոնց որ բարդ խասյատ ու բարդ մարդ ես, բայց հետո նույն մարդիկ, երբ որ հաջողակ ես, ասում են իրապես հաճելի եւ հանգիստ մարդ մենք չենք տեսել։ Եվ դա ուղղակի բնությունն է։ Հիմա ես դա չեմ եղացել ոչ մեկից կյանքում։ Բայց կռիվ չի ձևավորվում այդ երևույթի հետ։ Երևի դա ինձ ոնց որ ստիպեց ավելի խիստ վերաբերվելը իմ աշխատանքին եւ մի քիչ այդ հայ երիտասարդին բնորոշ բառադիությունը կողմ թողնել եւ կենտրոնանալ գործի վրա։ 2004 թվականին ձեզ մի քիչ բարդությամբ, բայց կարողացան հետ բերել հավաքական, որովհետև ֆեդերացիայի կազմում արդեն փոփոխություններ եղան, նախագահը փոխվեց եւ սկսեցին արժևորել մարդկանց, որոնք Հայաստանի համար մեծ աշխատանք են անում։ Բայց ձեզ համար այդ հետ գալու որոշումը ինչպիսին էր ու դժվարությամբ կայացրեցիք, որովհետև ամեն դեպքում վստահաբար կար վիրավորանք մեկնելուց առաջ։ Դե այդ ոնց որ տևեց երևի թե մի 4 ամիս ոնց որ ես շփվում էի, հասկանում էի, քանի որ ես չէի ուզում վերադառնալ եւ ինչ որ այդ մոտեցումները, որոնք անձնական են, իրանք լինեին։ Եվ երբ որ ասենք ես վերադարձա, արդեն հստակ օրենք էր հաստատվել, որ չի լինելու ինչ որ մարզիչի որոշում, ֆեդերացիայի որոշում, լինելու են ուղղակի սառը թվեր եւ Հայաստանի չեմպիոնը թիմում եւ մենք կարողանալու ենք մոտիկանանք ավելի տենց հենց թիմի պես, էլի, որտեվ ախր մեր սպորտի ամենագրավիչ մասնիկը իմ համար դա է, որ մենք ունենք ռեյտինգներ։ Ուրիշ սպորտերում, չգիտեմ, թենիսում էլ նույնն է, քանի որ իրանք վերցրել են մեզնից։ Բայց ասենք վերցնենք ուրիշ սպորտերում, ֆուտբոլը, բասկետբոլը, այս, չգիտեմ, այս խաղացողը իր համար ասված է, այս մարզիչի քրոջ տղան է, տենց բաներ շատ է լինում եւ մենակ դա Հայաստանում չի, ամբողջ աշխարհում, որ ինքը պետք է խաղա, այս մեկը պետք է չխաղա, Փառք Աստծո, շախմատում թվեր է, մենք ասենք նայում ենք թվերին, վերջացավ եւ թեման փակվում է, նախասիրությունները մարդկանց բնավորությունը արդեն կարևոր չի։ Վերադարձից հետո թիմին ինտեգրվելը ձեզ դժվար տրվեց, որովհետև ի վերջո մինչև այդ քննարկվել էր ոչ թե շախմատային թվերը, ոչ թե որևէ այլ հարց, այլ ձեզ որպես մարդ էին նեղացրել, հա, այսինքն ասում են մարդը դժվար բնավորություն ունի եւ դրանից հետո դուք վերադառնում եք, թիմին պիտի ինտեգրվեք, առնչվեք այն մարդկանց, ովքեր այդ հայտարարությունները արել են, տվյալ շրջանում, եթե ես չեմ սխալվում, հայտարարությունը արել էր Սմբատ Լպուտյանը։ Դե գիտեք, ես իմ բնույթով միշտ եղել եմ մի մարդ, որը ուզեցել է ոչ թե ղեկավարի, այլ միացնի եւ մեկը, որը միշտ խոսացել է։ Ես կյանքում չի եղել մի բան, որ ասենք sense այդ թեմայի վրով չխոսամ, գիտեք, ու շատ իմ հայ ընկերների հետ եղել եմ մի sense պահ, իրենք ասել են այ դու որքանի որ քո պապան հրյա է, դու ունես այդ մոտեցումները, որոնք դու ավելի հստակ ես կարողանում խոսես, թեմաներ բացես, ոնց որ չես ուզում պահես բաներ էլի քո մեջ։ Եվ դա ես դա սովորել եմ, որ ամեն մի թեման պետքա իր շուրջ խոսվի, հասկացվի ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ու միայն այդպես կարող ես ղեկավարես, բաց կոլեկտիվ պետքա լինի եւ դա ինձ ստացվել է եւ ես
հպարտանում եմ դրանով, որ մենք ունեցել ենք մի թիմ, որի մեջ չի եղել ոնց որ մեկը, գիտեք շատ է տենց լինում, ինչ որ իրանք ուզում են, որ այդքան դու հաջողակ լինես, թիմը լավ խաղա, բայց դու այդքան լավ չխաղաս, որ ինքը ավելի լավ երևա։ Մեր մոտ տենց բան երբեք չի եղել, բոլոր տղաները մինչև վերջի վարքյան կայնել են իրար կողք, աջակցել են իրար, ամեն մի թեման, ամեն մի բարդությունը եւ ամեն մի այդ տհաճ բանը, որ չես ուզում դու խոսես, ես վերցրել եմ ին վրա, որտեվ ինձ տենց են դաստիարակել եւ դա է ճիշտ իմ կարծիքով։ Հետաքրքիր է, մեզ միշտ մեղադրում են թիմային մտածողություն չունենալու մեջ։ Ստացվում է, որ մենք շախմատում ունեցել ենք այդ թիմային մտածողությունը։ Շատ ուժեղ ենք ունեցել, շատ ուժեղ եւ կարծում եմ դրա հաշվին, որ մեր մեջ մտել է այդ ազնվությունը։ Բայց դրան պետք էր հասնել եւ ինքը պահի տակ ոնց որ կոլեկտիվը փոխվում է, բարթանում է դա։ Ոնց որ առաջատարը պետք է դա իր մեջ ունենա։ Իր վրա վերցնի այն մի թեմաները, որ գիտեք ռուսերեն ասացված կա, որ ինձ շատ է դուրս գամբորսկի շոտ։ Այդ դա է, որ դու կողքից նայում ես քեզ, կարողանում ես ընդունես քո սխալերը, կարողանում ես մարդկանց ուղիղ ասել իրենց սխալերի մասին, որ իրանք պատասխան տան, որտեվ շատ հեշտ է, գիտեք, ինչ որ մենք միջավայրում ենք, որ մարդիկ չեն սիրում իրենց սխալը ընդունել։ Դա մարդկային բան է, բայց եթե դու ուզում ես հաջողության հասնես, կողքից ես նայում, ասում ես, հա, այս բանի մեջ ես եմ սխալվել, այս բանի մեջ դուք եք սխալվել, եկեք սենց անենք, այս սխալը չկրկնվի, եկեք սրա վրա աշխատենք։ Եվ առաջինը պետք է իհարկե սկսվի քեզնից։ Շատ կարևոր բանի մասին եք խոսում, բայց հետաքրքիր է ինչպես թիմում ձևավորվեց այդ մտածողությունը, որովհետև տարբեր ընտանիքների, տարբեր դաստիարակության, տարբեր տեսակի մարդիկ էին հավաքված։ Մենք ունեինք էլի շատ հաջողակ շախմատիստներ, այսինքն ինչ որ առումով նաև անկախ մարդուց որոշակի մրցակցություն է ձևավորվում, պայքար է ձևավորվում, ու այդ ամեն ինչի մեջ այդ անհատական շահերը դնել մի կողմ եւ մտածել ընդհանուրի մասին, մենք որպես կանոն շատ ոլորտներում դա ձախողում ենք։ Որտեղից է գալիս հիմքը, որ մենք կարողացանք շախմատի մեջ քարը-քարին դնելով դա չձախողել։ Ես կարողանում եմ ուղիղ խոսալ, տղաները կարողանում են ուղիղ խոսալ եւ լսել, եւ դա սովորել եմ շատ իմ հայրիկից։ Երբ որ ասենք հիշում եմ փոքր տարիքում մի հատ հարևան ունենք, հաճելի կիներ, բայց ոնց է ճիշտ ասեմ, կարող է մի քիչ հիգիենայի ոնց որ sense իր մեջ կար տես մի բան։ Եվ ամեն անգամ գալիս էր մեր տուն, ինչ որ գալիս էր ինձ պաչում էր։ Պապաս մի օր ասեց, գիտեք, տիկին, ել իմ տղային մի պաչեք, որովհետև ձեզանից շատ վատ հոտ է գալիս։ Եվ չեմ ուզում, որ իմ տղայից այդ հոտը գա։ Իհարկե, մամայիս համար հայ լինելով դա անելու բան չի, բայց հիմա մի բանով ես շնորհակալ եմ, որ իմ պապայի մեջ այդ բանը կա։ Հիմա ես կարողանում եմ ասենք տղեկ, այս խաղը ես խաղացել եմ, էշի պես եմ խաղացել, լավ չեմ աշխատել, կներեք, մյուս խաղերը խոսք եմ տալիս, լրի ուրիշ ձևի եմ մոտիկանալու, կամ մեկին ասե գիտես ինչ, դուզիկի պես մի խաղա։ Մեր ամենակարևոր խաղն է, դու պետքա բոլորս հաղթանակի վրա խաղանք։ Մի անգամ մեր մոտ այնպես պատմեմ մի դրվածք էր եղել, շատ կարևոր մատչ է։ Մենք Իստանբուլում ենք ու խաղում ենք այդ պահին Հոլանդիայի դեմ, որը ուժեղ թիմ է։ Ու չպետք է խաղայինք Հոլանդիայի դեմ։ Մենք պետք է խաղայինք Արգենտինայի հետ, Ռուսաստանը պետք է խաղար Հոլանդիայի հետ։ Բայց ինչ որ չգիտեմ ինչ էր եղել, ինչ որ վիճակահանությունը տենց եղավ, որ թիմերը տենց են։ Հիմա տղերքը ահավոր ձևի ջղայնացած են։ Բայց ինչա հիմա սենց են անում, որ ռուսները կրեն, ծանոթ դատավոր ունենք, կանչեցինք իրան, ասացինք խի ասենց։ Բայց չեմ կարող բացատրեմ, հա, դուք ճիշտ եք, բայց ինքը սենց է ինչ որ եղել, պրոգրաման սենց է ընտրել։ Իհարկե Արգենտինան շատ ավելի թույլ է Հոլանդիայից, հասկանաք։ Հիմա տղաները սենց ինչ որ բան չեն մտածում, մենք ինչ ենք խաղալու, մտածում են խի սենց եղավ։ Հիմա այս այդ բանը չղայնացա, ասի տղեկ, եթե մենք այս մաչը, մյուս մաչը հաղթենք եւ չգրավենք առաջի տեղը, ես ինչ որ ձեզ խոսք տվել որպես պետությունը պետքա ձեզ դրամային ոնց որ sense
պրեմիատը Պարգևատրում, դա։ Պարգևատրում, հա։ Ես կտամ էդի։ Ուսն ջղայն ասել եմ, ինքս մտածում եմ, բավոր։ Ես ծախսի դակից, բայց տղաները հավատացին, թեման փակվեց մի անգամից։ Ու այդ մաչը մենք հաղթեցինք 3-1 ու բոլորս ասենք շատ sense համար պայքարում ենք։ Դա 2012-ի են փառահեղ հաղթանակներ, Այո, երբ այո։ Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը։ Հա։ Ու sense ասենք հաղթել ենք, մյուս մաչն ենք հաղթել։ Ու ինչ որ մի բաներով շատ տարօրինակ ձևի տենց համընկավ, որ ինչ որ մեր թիմը, որոնց այդ բանն են հաշվում, Բուգոլց մի քիչ բարդ է բացատրել, բայց այն թիմերի հետ, որ մենք խաղացել ենք, իրանք պետքա լավ խաղան, որ մեր այդ թվանիշը բարձրանա։ Տենց եղավ, մենք հաղթեցինք ու մի հատ sense լրիվ ուրիշ ուրախություն ա, էլի, որտեվ մինչև այդ պատմության մեջ չէր եղել, որ երկու թիմը ունենան նույն միավորները ու այդքան մոտ լինեն իրար միավորներով, էլի։ Շատ ուժեղ ենք, Ռուսաստանն էլ եւ Հայաստանն էլ շատ ուժեղ։ Ու sense ուրախության գնացել եմ այնտեղ տղաների հետ խմել եմ ու ապուշ բաներ եմ անում։ Գնացել եմ Ռուսաստանին, բան սաղնստած են team of mantra-ր, բաժակ եմ բարձրացնում, ասում մեծագույն ռուսական ազգի համար, որ Հայաստանին այդքան մոտ է ուժերով։ Արդեն նենց այդ ստրեսից այդքան էի լարվել, որ արդեն կռիվ էի մանկանի։ Բայց լավ է, իրանք հասկացան, որ ուղղակի մի քիչ խմացեմ եւ հասկացան, որ մի քիչ պետքա այդ էքստազից դուրս գամ։ Այդ հաղթանակի զգացողությունը կարող եք ինչ որ կերպ բացատրել ինչ էր ձեզ համար, որովհետև բացի բուն հաղթանակը, այդտեղ կար նաև ազգային ուրիշ հարց։ Թուրքիայում Հայաստանը հաղթեց, հնչեց Հայաստանի հիմնը, այսինքն այստեղ կրկնակի հաղթանակ էր, հա մեզ համար։ Իհարկե։ Գիտեք, դե 98 թվին առաջի անգամ, երբ որ գնացինք Ստամբուլ, երիտասարդական օլիմպիադա էր, հաղթեցինք դա, եւ ես ծանոթացա այնտեղի հայության հետ։ Եվ հասկանում ես դու, որ մարդիկ, որոնք ապրում են Թուրքիայում հայերը, ինչքան դժվար է իրանց համար։ Ասենք հերոս են իրանք իմ համար, որովհետեւ իրանք ապրում են ամեն օր ոնց որ աչքի տեսնում են ատելություն եւ դժվարություն, բայց նույնպես պայքարում են ազգի համար, լեզվի համար, դպրոցների համար։ Եվ իմ համար դա շատ բան պահեր, որ ես մեր ազգին պետքա ապացուցեմ, որ մենք կարող ենք սա անել։ Հա, եւ երջանկությունը շատ բարձր էր։ Լևոն, վերջերս Ֆիդեն հայտարարեց, որ Հայաստանի թիմը դարի թիմն է, այսինքն վերջին 100-ամյակի լավագույն թիմն է, հենց թիմային մտածողության առումով։ Սա արդեն ոչ թե մեր գնահատականն է, երբ որ մենք ողջավորված ենք մեր շախմատիստների հաջողությամբ, այս սա արդեն միջազգային գնահատական է։ Դա իհարկե շատ ուրախալի էր եւ կարծում եմ ազնիվ էր, քանի որ իհարկե կարանք ընդունենք Սովետը որպես լավագույն թիմ, Սովետի թիմը, բայց դե տենց տարբեր բաներ էր, ինքը դժվար էր ասել, որ մի երկիր է, էլի։ Եվ դե այդ ժամանակ ոնց որ շատ հպարտացա եւ շատ ուրախ եմ, որոշեցի իմ ընկերոջ հետ խոսալ, Մարկի Գրիգորյան, այդ ժամանակ ինքը լրագրող է, երկար տարիների փորձ ունեցող եւ գիրք ենք ուզում իրար հետ գրենք, արդեն կարծում մի 40% արդեն գրել ենք, դա լինելու է ոնց որ հայկական թիմի մասին, ստեղծումը, ճանապարհը վերցրել ենք sense 20 տարվա ժամանակ 92-ից առաջի մրցաշարից եւ մինչեւ 2012-ը մեր Իստանբուլի հաղթանակը եւ շարունակում ենք, կարծում եմ, մինչեւ տարվա վերջ կվերջացնենք եւ դա ոնց որ մեր ուրախանալու առիթը կլինի։ Շատ պատմություններ կան, շատ հետաքրքիր, ոնց որ ինքը պատմական, sense հետո խոսում է 90-ականների մասին, ոնց է հայկական դպրոցը ստեղծվել եւ շատ մարդկանց կարծում եմ ինքը շատ հետաքրքիր կլինի եւ շատ նոր ձևի կբացի ոնց որ այդ էջերը մեր հայ շախմատի եւ մեր ազգի եւ մեր երկրի երբ թե ամենափարահեղ էջերի մասին։
Ըստ էության Հայաստանում շախմատի ոլորտում քարի վրա դնելուց հետո շախմատը Հայաստանում առանձին նշանակություն ունեցող սպորտաձև դարձավ, հա։ Դպրոցներում արդեն ներդրվեց, երեխաների հետաքրքրությունն շատ մեծ, որովհետև իրենք ունեին իրենց առաջ օրինակներ, որոնցից ոգեշնչվում էին։ Ու հենց հայ օրինակներ, ոչ թե միջազգային փորձում ունեին օրինակներ, ու շախմատային ոլորտում դուք իսկապես բավականին մեծ աշխատանք արեցիք, գրոսմայստերական դպրոց հիմնեցիք Գաբրիել Սարգսյանի հետ, հետո ցավոք սրտի այդ դպրոցը փակվեց, բայց որպես այդպիսին շախմատային հաղթանակների զուգահեռ իրականությունում Հայաստանում ձևավորվում էր մշակույթ եւ վերաբերմունք շախմատի հանդեպ ու 2021 թվականին ես եւ վստահ եմ մեր ազգի ներկայացուցիչների զգալի մասը մեծ ցավով ընդունեցինք ձեր որոշումը Միացյալ Նահանգների դրոշի ներքո ներկայանալու։ Ես գիտեմ, որ այդ փուլում ձեր հանդեպ շատ քննադատություններ նաև հնչեցին, անձամբ ես ձեր հանդեպ մեղադրանք չեմ ունեցել, ոչ թե որովհետև մենք հիմա խոսում ենք իրար հետ, այլ որովհետև երբ որ դու մարդու որոշմանը նայում ես ոչ թե մի որոշման տեսանկյունից, այլ անցած ճանապարհի տեսանկյունից, դու հասկանում ես, որ այս մարդը կարող է շատ ավելի մեծ գումարներով, մեծ հնարավորություններով ավելի շուտ ներկայանալ այլ երկրի դրոշի ներքո, այսինքն սա ոչ թե դրոշ փոխելու խնդիր էր, այլ ուրիշ խնդիրներ էր, որոնց արդյունքը դարձավ երկրի դրոշը փոխելը։ Ու վերջերս մի դրվագել եկավ, երբ ձեզ հարցնում են, որ երկրի ներքո եք ներկայանում, դուք ասում եք Հայաստան, հետո ձեզ ուղղում եք, որ Միացյալ Նահանգներ։ Կարծում եմ, որ շատ մարդիկ դա սրտի կսկիծով ընդունեցին, որովհետև ինչ որ առումով հոգեբանական կողմը հասկացան, հա, հարցի եւ մարդու մտածողությունը հասկացան։ Բայց ձեզ համար այդ որոշմանը գալը հոգեբանական տեսանկյունից ինչ էր նշանակում, որովհետև դուք երկրորդ անգամ գնացիք մի ճանապարհով, որը չէիք ընտրել, բայց ստիպված եղաք կայացնել որոշում։ Դե հա, իհարկե, կյանքիս բարդ որոշումներից էր, բայց ես դա ոնց ընկալեցի։ Ես ընկալեցի, որ շախմատի նկատմամբ կա ոնց որ մոտեցումը սառել է, եւ շախմատը էլ չի ընկալվում որոնց որ կարևոր եւ ազգային մի բնագավառ, ու եթե ես առաջատարս թույլ տամ, որ ինձ վերաբերվեն ոնց որ ինչ որ մի սպորտի ներկայացուցիչի, որը ասենք ոչ մի բանի չի հասել, ես դրանով կվտանգեմ մեր բնագավառը։ Եթե դա հանդուրժես, ոնց որ եթե կարան քեզ բոլորն էլ անարգեն։ Ամեն մի մարդն էլ կարա քեզ անարգի, բայց վերջով քեզնից է կախված, դու դա ընդունում ես, թե չես ընդունում։ Ես դա չընդունեցի եւ կարծում եմ ինքը ճիշտ որոշում էր, որովհետեւ ես հիմա դրսից կարողանում եմ հայկական շախմատին աջակցեմ։ Եվ մենք շատ շուտով ունենալու ենք մեծ հաջողություններ հայ շախմատում, որովհետեւ մենք ունենք երկու պատանի տաղանդավոր երեխաներ եւ ես գիտեմ, մեկին կարողանում ենք այս պահին շատ լավ աջակցենք, մյուսին էլ ենք փորձում, կտեսնենք։ Ես այդ ամենը չի կարողանա անել, եթե մնայի այստեղ, գիտեք, ու շփվեի ոչ թե շախմատի մարդկանց հետ, այլ շփվեի բյուրոկրատների հետ։ Ոնց առաջի անգամ ես գնացի, նույն բանով գնացի երկրորդ անգամ։ Ինչ էր տեղի ունենում, որ դուք դա անարգանք եք համարում ձեր անձի վերաբերյալ։ Դե եթե քեզ ուղիղ ասում են, որ շախմատի մարզիչները, որոնք ստանում էին չնչին գումար, բայց դուրսը կարային շատ ավելի շատ ստանան։ Երբ որ իրենց ասում են, որ դուք 3 անգամ ավելի քիչ պետք է գումար ստանաք, որտեվ այդ ամեն ինչը կտրվում է, ու այդ մարդիկ ստիպված գնում են երկրից, դա ոնց որ դու բնակավարը սկսվում է ոնց որ խորքերից։ Եթե ասենք քոքից ժողովրդական լեզվով ասեմ կտրում ես այդ ամեն ինչը, էլ ոնց կարա ինքը աճի։ Դրա համար ոնց որ ես իմ նկատմամբ ասենք վերաբերմունքը, եթե ես ազգում եի մինչև այդ բնակավարում պետությունը ինչ որ ինձ իմ հետ խոսում էր, իմ հետ ոնց որ խորհրդակցում էր, ես զգում էի, որ իմ կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չի։
Այստեղ կար անձերի խնդիր, իշխանափոխությունից հետո կար անձնական վերաբերմունք։ Դժվարանում եմ ասել, հիմա ավելի ճիշտ կլինի ոնց որ այն մարդկանց, որոնք եկան շախմատի բնակավար, իրենց հարցնելը։ Բայց ես դա ասում եի հստակ, ոնց որ վերաբերմունքի փոփոխությունները, երբ որ ես ինչ որ մեկի հետ ուզում եի հանդիպեի ինչ որ թեմաների շրջով խոսային, ինձ կասեին դու ունես ուղիղ 10 րոպե։ Այդպիսի մոտեցումը ես կյանքում չեմ ունեցել։ Դա եղավ մի անգամ չեղավ։ Եղավ այդ անարգարից վերաբերմունքը եղավ շարունակաբար ամիսներով ես հասկացա որ հա երբ թե ժամանակն է ոնց որ լքել երկիրը որ ես թույլ չտամ ինձ անարգել։ Դուք միշտ խոսում եք որոշման, դրա պատճառի եւ արդյունքի մասին, բայց այդ որոշման հետևում կայք դուք որպես մարդ ձեր հոգեվիճակը։ Ինչպիսին էր ձեր հոգեվիճակը այդ շրջանում ու որքանով էր ծանր այդ որոշումը ձեզ համար։ Դե հոգեվիճակը իհարկե այդքան հեշտ չի։ Տարբեր բաներ էր եղել իմ կյանքում, դա նորմալ է, երկրի հետ էր եղել, ասենք անձնական կյանքում։ Ես ընկալում եմ ինձ որպես շախմատիստ, որպես շախմատում մի բան իմացող մարդ։ Իսկ եթե դուք ինձ այդպես չեք վերաբերվում, եւ իմ կարծիքը արդեն ձեզ կարևոր չի իմ բնակավարում, արդեն մենք խոսալու բան չունենք ձեր հետ։ Տարբեր սիգնալներ ստացա։ Փորձեցի, ասենք այդ հարցերով հանդիպել տարբեր մարդկանց հետ։ Հանդիպեցի, հասկացա, որ այդ սիգնալները հստակ են եւ իմ բնակավարը չի փոխվելու այդ վերաբերմունքը դեպի ավելի լավի եւ ինքը գնալով պետք է վատանա եւ հիմա եթե այդպես է չգիտեմ եթե դու վերցնենք գեներալ ես ինչ որ հաջողությունների հասած եւ քո երկիրը գալիս է քեզ ասում է որ մենք արդեն չենք ուզում ոչ մի բան անենք եւ չենք ուզում ոնց որ նոր սերունդ պատրաստենք ուղղակի ուզում ենք sense մի քիչ դրանից հեռանանք դու քո գործին նվիրված ես դու ուզում ես քո երկրում այդ բնակավարը լինի դու հիմա եթե այդտեղ մնաս ոնց որ ոչ մի բան չես կարողանալ անել ավելի լավ է գնաս ինչ որ կարողանաս ինչ որ քո դիրքերը միտեղ արմնապնդես ու այնտեղից բերես այդ գիտելիքները Լևոն, իմ տեղեկություններով դուք շատ ավելի վաղ նույն ԱՄՆ դրոշի ներքո ներկայանալու շատ շահավետ եւ յուղոտ առաջարկներ ունեիք, որոնցից հրաժարվում էիք։ Այդ բոլոր առաջարկները մերժելուց հետո ինքը դիմել եւ ասել, որ ես ուզում եմ ներկայանալ ձեր դրոշի ներքո։ Սա ինչ որ առումով բարդ է, թե դուք գիտեիք, որ ցանկացած պահի միևնույն է ձեզ գրկաբաց ընդունելու է։ Չէ, չգիտեի։ Իհարկե այդ առաջարկները, որոնք ես ստանում էի, իրենք շատ մարդիկ ընդունեին, ես հպարտ եմ, որ չեմ ընդունել, բայց ոնց որ իմ հետ առաջարկը, ոնց որ Ամերիկայի ներկայացուցիչներին, ինքը եղել էր ինչ դիրքից, ես ասել էի, գիտեք ինչ, ես աջակցություն իմ երկրում ստանում էի, եւ ես ուզում եմ գամ ձեր երկիր ոչ թե գումարի համար։ Ինչ որ դուք ինձ առաջարկեք, ինչ որ ես ստանում եմ Հայաստանում, նույնը եթե դուք ինձ առաջարկեք Ամերիկայում, ես կգամ։ Ու իհարկե իրանց համար դա ոնց որ իրանք պատրաստ են շատ ավելի բանի, բայց այդ պահին ոնց որ ես չի ուզում իրանց հետ բանակցեի, եւ իմ համար ես ուզում էի հստակացնել որ ես գնում եմ իմ երկրից ոչ թե ինչ որ շահույթի համար, որը կանեի մինչև այդ տարանջատումը ես իմ համար ներքուստ ուզում էի ունենայի եւ իրենք հասկացան ինձ 2004-ին ամեն դեպքում ստացվեց ձեզ վերադարձնել Հայաստանի դրոշի ներքո ներկայանալու։ Հիմա դա հնարավոր է։ Ոչ։ Ինչու։ Ես մտածում եմ որ արդեն գիտեք
մեծ տարիքում եմ եւ իհարկե կարամ երկար տարիներ ծառայեմ իմ երկրին, բայց խաղալով, բայց ես հիմա էլ եմ ասենք իմ շախմատիստներին Հայաստանի բոլորի հետ հարաբերությունների մեջ գործնական եւ կարողանում ենք տարբեր իրար հետ պրոյեկտներ անենք։ Հետո գիտեք ինքը մի քիչ Սանտա Բարբարայա դառնում, էլի, գնաց եկավ, չէ, արդեն ես ինչ որ ես ուզում էի ապացուցել ինձ եւ ոնց որ իմ ընկերներին ես դա արեցի եւ շարունակելու եմ անել։ Այդ փուլում, երբ շատ տարբեր քննարկումներ եւ խոսակցություններ սկսեցին, ձեր մայրիկը մի շատ էմոցիոնալ եւ փաստարկված գրառում արեց, երկուսն էլ այդտեղ կային, հա, եւ էմոցիաները, եւ վիրավորանքը կամ զայրույթը, եւ փաստեր։ Այդ գրառումից շատերը իմացան, որ դուք նույնիսկ ձեր ազգանունը, հա, Արոնով փոխել եք Արոնյանի, որովհետև միշտ ցանկացել եք ընդգծել ձեր հայ լինելը։ Ձեր հայրը հրեա է եւ ազգանունը ձեր արդեն իսկ հայկական չէր, բայց դուք ընտրել եք հայկական միջավայրը եւ հայ լինելը։ Ինչպես հրեայի եւ հայի ընտանիքում ձևավորվեց եւ մեծացավ տղա, որը ամեն դեպքում միգուցե մենք այսպես եսասիրաբար ենք փորձում ասել ավելի շատ հայ է, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում մեր ժողովրդի մեջ դուք ամեն դեպքում մեր ընկալումը այդպեսին է, որ դուք ավելի շատ հայ եք։ Մենք ունենք մարդիկ, որոնք կիսով չափ են հայ կամ արտերկրում են ապրում, մենք իրենց հանդեպ չունենք այդ զգացողությունը, որ իրենք հայ են, բայց ձեր հանդեպ ունենք այդ զգացողությունը։ Դե ես միշտ հայ եմ զգացել ու միշտ այստեղ եմ մեծացել, այստեղի մշակույթով եմ մեծացել եւ գիտեք ես մի բան եմ միշտ մտածել որ հրեա ազգը շատ հաջողակ ազգ է շատ բաներ ունեցող եւ ես ոչ մի բան չեմ կարող ավելացնել հրեա ազգին իմ էությունով շատ չեմ ասի ոչ մի բան բայց շատ բան չեմ կարող ավելացնել իսկ հայ ազգի համար ես գիտեմ որ ես կարամ ինչ որ մի բան փոխեմ նկատի ունեմ իմ հաջողություններով, գիտելիքներով եւ կարող եմ իմ մոտեցումներով ոչ միայն շախմատում նկատի ունեմ ինչ որ հայրենասեր մոտեցումներով։ Եվ դրա համար ոնց որ ամեն մարդը ունի ոնց որ իր կյանքի նպատակը, չէ՞։ Եվ ես իմ կյանքի նպատակը միշտ տեսել եմ ոնց որ իմ ազգին ինչ որ բանը փոխելով մոտեցումը ինչ որ հարցերում եւ ուրախացնելու եւ հպարտացնելու եւ փորձել փոփոխել այն մոտեցումը, որ մենք թույլ ենք, մենք ուժեղ ենք։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնը զարգացնում է ոչ միայն էսթետիկ միջամտությունների որակը, այլև ավելի խորացնում է ուղղությունը դեպի բժշկություն, արտաքինից շեշտը դնելով առողջության վրա։ Բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ նորություններ ունեն իմպլանտումում։ Ողջույն։ Ողջույն։ Ելենա, ինչ նորություններ ունեք իմպլանտումում։ Ես շատ ուրախ եմ Ամալիա, երբ ամեն անգամ մենք հանդիպում ենք, ես կարողանում եմ ձեզ նորություն ասել։ Մեզ մոտ նոր պրոցեդուրա արդեն գործում է, էսթետիկ գինեկոլոգիա, կանանց համար մենք երկար մտածելով եւ հարցումներ իրականացնելով հասկացանք, որ այս ոլորտը բավականին բաց է եւ մեզ մոտ ունի պահանջարկ հենց մեր կլինիկայում։ Ինչու որոշեցիք ներգրավվել այս պրոցեդուրան։ Քանի որ մենք ի սկզբանե որոշել էինք, որ մեր կենտրոնը բացվելուն պես պետք է շեշտադրում ունենա բժշկական ուղղվածության, կարևորելով շատ մեր կանանց առողջությունը, անպայմանորեն ներդրեցինք այս պրոցեդուրան, այս ծառայությունը, ինչի համար, որպեսզի սա լինի ոչ միայն երիտասարդացման եւ գեղեցկության, այլ նաեւ կանանց առողջության կենտրոն։ Էսթետիկան դա միայն արտաքին երիտասարդացումն ու գեղեցկությունը չի, դա նաև ներսից առողջ օրգանիզմ լինելն է, իսկ կանանց համար շատ կարևոր է իհարկե կանացի առողջությունը։ Կնոջ իրական ներչանիկ տեսնելու մեջ շատ կարևոր է նաև նրա
կանացի առողջությունը, հետեւաբար մեր թիմն ներառել ենք գինեկոլոգ, ով ունի վերապատրաստում էսթետիկ գինեկոլոգիայի մեջ։ Ինչ է իրենից ենթադրում էսթետիկ գինեկոլոգիան։ Հիմնականում մեզ դիմում են այնպիսի բուժառուներ, ովքեր միջին տարիքը արդեն հատել են եւ ունեն որոշակի կանացի խնդիրներ։ Էսթետիկ գինեկոլոգիան դա հիմնականում բնականաբար կանացի օրգանների հետ է կապված, բայց ավելի էսթետիկ առումով, երբ որ կանայք իրենց որոշակի ֆունկցիաներում ավելի կոմպլեքսավորված են, հա, զգում։ Իրականում այս խնդիրները կարող են առաջանալ հետծնդաբերական շրջանում, ովքեր ունենում են բարդ ծնդաբերական ընթացք եւ այդ ընթացքում ունենում են որոշակի խնդիրներ։ Հիմա չեմ թվարկի, հաստատ կանայք հասկանում են ինչի մասն եմ ես խոսում, եւ կան խնդիրներ, որոնք կոմպլեքսավորում են մեր կանանց եւ էսթետիկ գինեկոլոգիան հենց դրա մասին է։ Բացի նրանից, որ առողջությունը առաջնային է, այստեղ նաեւ կան որոշակի էսթետիկ միջամտություններ, որոնք կնոջը շատ ավելի ինքնավստահ են դարձնում եւ արձերփազատում իհարկե կոմպլեքսներից։ Իսկ ինչ է այս բուժումն իր մեջ ներառում։ Որոշակի ներարկումներ, էսթետիկ կարող է լինել, կարող են օգտագործել իհարկե ֆիլերներ, ինտիմ ֆիլերներ։ Ներառվում են ապարատներ, մենք խոսել ենք մեր վիորայի մասին, մեր վիորան ունի նաեւ գինեկոլոգիական գլխիկ, որը նույնպես իրականացվում է այդ շրջանում, եւ իհարկե բուժական արդեն կարող է պլազմա թերապիա ներառված լինի եւ իհարկե մի շարք արդեն գինեկոլոգիական բուժումներ, որոնք արդեն տեղում բժիշկը նշանակում է։ Այստեղ խնդիրը բացառապես էսթետիկ լուծումն է, թե նաև առողջական խնդիր ենք լուծում։ Ոչ, միայն էսթետիկը չի, որովհետև մեր բժիշկը հենց գինեկոլոգ է, լինում է, որ դիմում են, հա, խնդրով, ես մի օրինակ կարող եմ բերել անմիզապահություն, մարդիկ դիմում են այդ խնդրով, բայց պարզվում է, որ մի փոքր էսթետիկ միջամտություն իրականացնելուց կարելի է այդ խնդիրը լուծել։ Բայց դա մեր ժողովրդի մեջ տարածված է, որտեղ երկարատև բուժում կարող է իրականացվել, այսինքն կարող է բուժումը համատեղել իհարկե նաև էսթետիկ որոշակի միջամտությունով։ Կենտրոններ կան, որոնք հենց շեշտը դրել են էսթետիկայի վրա, բայց այստեղ խնդիրը հենց բժիշկը պետք է իրականացնի, հենց գինեկոլոգը իրականացնի, որովհետև ինքն է տարբերակում, դա առողջական խնդրի հետևանք է, թե պարզապես ինչ որ առաջացել է խնդիրը եւ պետք է ուղղակի էսթետիկ լուծումներ ստանալ։ Այսինքն սա պարտադիր բժիշկն է իրականացնում, քանի որ մենք ունենք վիրահատարան, մենք կարող ենք մեզ մոտ նաեւ տեղային ազգայացումով իրականացնել փոքրիկ վիրահատական միջամտություններ։ Այսինքն կան կենտրոններ, որտեղ նման պրոցեդուրան իրականացնում է ոչ գինեկոլոգը։ Ցավոք սրտի, այո, եթե ունեն ապարատ, որտեղ ներառված է գինեկոլոգիական գլխիկը, այդտեղ կարող է ուղղակի սովորական կոսմետոլոգը անցնել, հա, որոշակի կուրսեր եւ իրականացնել, իհարկե դա շատ սխալ է։ Եթե կինը չի ցանկանում լուծել էսթետիկ խնդիր, բայց ունի որոշակի առողջական խնդիր կամ ուզում է անցնել պրոֆիլակտիկ ստուգում, ինչը եւս շատ կարեւոր է առողջության համար, կարող է դիմել իմպլանտում։ Այո, իհարկե, որովհետև մեր մասնագետը հենց գինեկոլոգ է եւ իրականացնում է կոնսուլտացիաներ եւ իհարկե նշանակում բուժումներ։ Պարտադիր չի, որ մեզ դիմեն ուղղակի էսթետիկ խնդիրը լուծելու համար։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Լևոն Արոնյանը, որը խաղում էր շախմատ, ուներ իր համար շախմատի մեջ առաջատար մասնագետներ, որոնց նայում էր եւ ողջևորվում էր իրենց օրինակով։ Մագնուսի հետ ձեր պատմությունը շատ հետաքրքիր է, որովհետեւ դրանք սկսվում էին պարտություններով եւ շարունակվեցին եւ ավարտվեցին հաղթանակներով։ Մի կողմից ուղղակի միայն այս ճանապարհի մասին խոսելիս մենք խոսում ենք նաեւ հենց Լևոն Արոնյան մարդու մասին, մյուս կողմից դա իր հետևում շատ էմոցիաներ եւ աշխատանք ունի։ Ինչ էր թաքնված այս ճանապարհի հետևում։ Մարդ, որը ոգեշնչվում է, մարդ, որը կանգնում է իր ոգեշնչման աղբյուր դարձած շախմատիստի առաջ, խաղում է, պարտվում է եւ մարդ, որը հաղթում է իր ոգեշնչման աղբյուր դարձած շախմատիստին։ Կարիերաները Մագնուսի, Անանդի, իմը ոնց որ տարիներով համընկել են եւ նույն Կարուանայի ոնց որ իրանք միշտ իրար կողք են եւ մի պահ Ֆաբիանոյի հետ մենք աշխատում ենք Կարուանայի հետ հետաքրքրության համար նայեցինք վերջի, չգիտեմ, 20 տարվա մրցաշարների հաղթողներին, երևի թե 95%-ը եղել եմ կամ ես, կամ Մագնուսը, կամ Ֆաբիանոն։ Ոնց որ շատ հետաքրքիր է լինում, էլի այդպիսի բանը։ Իհարկե դրանցից երևի թե 50%-ը կլներ Մագնուսինը եւ մենք արդեն կիսում էինք այն ուրիշները, բայց մեկը իհարկե առանց Մագնուսի ոնց որ իմ անցած ճանապարհը
ինքը լիովին չի երևում։ Եվ իր հետ սկսել եմ խաղալ, երբ որ ինքը 13 էր, ես 8 տարի մեծ եմ իրենից։ Եվ տեսնում էի ոնց է ինքը մեծանում, սկզբից ես իրեն հաղթում էի, հետո ինքը սկսեց իմ համար խնդիր լինելը, հետո ոնց որ ես իր հետ պարապեցի, հետո ես սկսեցի իրեն հաղթելը։ Ինքը շատ հետաքրքիր է եւ գիտեք, լավ հուշեր է իմ համար միշտ, իհարկե ցավալի, բայց վերջը ես իմ կյանքում չեմ մտածել, որ ես 3 տարի լինելու եմ երկրորդ շախմատիստ աշխարհի։ Ես կյանքում չեմ մտածել, որ ես 2 հատ գավաթ եմ կրելու աշխարհի կամ շատ մոտ եմ լինելու տարբեր նվաճումների, որոնց մասին միայն կարդացել եմ գրքերում։ Դա ոնց որ մի պատմություն է իմ համար, չնայած իր վատ դևի իր դերը իմ կարիերայում մեկը ես իրեն շատ լավ եմ վերաբերվում եւ ուղղակի շնորհակալ եմ որ իմ կյանքում տեսել եմ այդպիսի հետաքրքիր շախմատիստ իրապես։ Սկզբնական փուլում նշեցիք, որ դուք խաղում եք եւ հաղթում եք իրեն, եւ հետո ամեն բան փոխվեց։ Ինչպես ձևավորվեց Մագնուսը որպես շախմատիստ, որը դարձավ ձեզ համար ոգեշնչման աղբյուր, հա, այսինքն այնպես չէ, որ դուք իրեն սկզբում հեռվից եք տեսել, բայց կյանքի ինչ-որ շրջանում ինքը ձեզ համար ոգեշնչման աղբյուր եղել է։ Իր մոտեցումը ինքը սկսեց ոնց որ երբ որ մենք իմ սերունդը խաղում էր, մենք շախմատին դեռ վերաբերվում ենք ինչ-որ sense բոհեմա տիպ կյանքով ենք ապրում, արվեստի, ասենք մեր ֆանտազիայի վրա ենք հույսերս դնում եւ այդ նոր սերունդը Մագնուսը, Կարուանան իրանք ինչ բերեցին, իրենք գիտությունը բերեցին դեպի շախմատ։ Եվ իհարկե ես լիովին փոխվեցի իրանց գալով, որտեվ որ պայքարես նոր մոտեցումների դեմ, դու չես կարող միայն ոնց որ հույսը դնես քո հին գիտելիքների վրա, քո հին մոտեցումների վրա։ Այսինքն երիտասարդական ուժը ձեզ համար սթափեցնող էր։ Իհարկե, ես իրենց նայելով շախմատը այն սպորտն է, որտեղ դու միշտ կարող ես սովորել։ Տարիքային խնդիրներ չունես։ Լևոն, իսկ այդ պարտությունների եւ հաղթանակների կուլիսներում ինչ է կատարվում, որովհետեւ մենք հասկանում ենք, հա, յուրաքանչյուր մարդու համար ամեն դեպքում որքան էլ գիտակցում է լինի, որ դու ամեն օր չեմպիոն չես դառնա, նպատակը հաղթանակն է։ Երբ կա բաղձալի հաղթանակը, բայց լինում է պարտություն կամ լինում է հաղթանակ, չէ՞ որ դիմացի մարդու կողմից եւս որոշակի ազդակներ են լինում եւ ձեր հաղթանակի եւ պարտության պարագայում կուլիսներում ինչ է կատարվում։ Կուլիսներում խաղից հետո իհարկե դատարկություն է, կապ չունի դու հաղթել ես թե պարտվել ես, ոնց որ խաղը տենց քեզ գրավում է եւ մրցաշարը վերջանալուց հետո ինչ որ տարօրինակ զգացում է հաղթանակից հետո, պարտությունից հետո։ Ու շատ է լինում, որ մրցաշարի ժամանակ մեկի հետ շատ շփվում ես, խաղից հետո արդեն մրցաշարից հետո ոնց որ ոչ մեկը իրար չեք ճանաչում։ Ինքը որտեվ մարդիկ գալիս են, գիտեն, որ իրար հետ ժամանակ են անցկացնելու, բայց վերջում հիշում են, որ իրենք իրար թշնամի են։ Ու իրենց հաջողությունը կախված է մյուսի անհաջողությունից։ Դա ինքը բարդ սպորտ է եւ շատ ընկերություն չես կարող ունենաս մեծ սպորտում։ Կան մարդիկ, որոնց հետ ամեն դեպքում հաղթել է ընկերությունը եւ ոչ թե թշնամությունը կամ մրցակցությունը։ Հա, իհարկե։ Ես երկար տարիներ ունեցել եմ ընկերներ, ոնց որ իրար հետ որ շատ խաղացել ենք, նույն Բորիս Գելֆանդը, Վլադիմիր Կրաբնիկը, Ֆաբիանո Կարուանան, Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշե Լագրավը։ Իրենց հետ շփվել, ընկերություն եմ արել, շատ կարևոր պահերին պարտության մատնել եւ պարտվել, բայց երկու հոգի, որոնք այդ ճանապարհով անցնում են, կամ Անանդը, որի հետ ես խաղացել եմ 90-ից շատ պարտիա, նույն Մագնուսի հետ շատ եմ խաղացել։ Ոնց որ դու հիշում ես այդ ամեն ինչը եւ իրար հետ մի բան ես կիսել դու։ Ասենք ես մի պահ Անանդին ու Մագնուսին
տեսնում էի երևի թե 2 անգամ ավելի շատ, քան թե իմ ընտանիքին։ Ստացվում է, որ ձեր հիմնական մրցակիցներին նշեցիք նաև որպես ձեր ընկերներ, որպես թշնամի էլ նշեցիք, որպես ընկեր էլ նշեցիք։ Հա, իհարկե։ Բայց հետաքրքիր է, ընկերությունը օգնում է խաղի մեջ մի քայլ առաջ գնալուն։ Ես գիտեմ Մագնուսը ինչ է ուզում անի, կամ Ֆաբիանան ինչ է ուզում անի, բայց ինքը ամեն անգամ նույն ձևով չի խաղում։ Եվ ամեն անգամ չես կարող գուշակես, իր մոտեցումը միշտ տարբեր է։ Ոնց որ իրանք էլ են աճում, իրանք էլ են սովորում ինձանից, ես սովորում եմ իրանցից եւ եթե դա չլիներ, ես այս պահին հիմա 43 տարեկան եմ, շուտվանից տարգած կլինեի։ Եթե Ֆաբիանան կամ Մագնուսը ինձ չօգնեին շատ հարցերում։ Հիմա հաճախ եք լինում Հայաստանում։ Իհարկե։ Հա։ Դե Զաբելս ուրիշ լեզվով չի խոսում, հայերեն է խոսում։ Միայն այս պահին դրա համար իրան ավելի հաճելի է այստեղ եւ մենք էլ որպես ծնողներ փորձում ենք շատ ժամանակ անցկացնենք Հայաստանում։ Միգուցե թվում է, որ դեռ շուտ է այդ մասին մտածել, բայց ամեն դեպքում ընդհանրապես 2-3 տարուց արդեն պիտի դպրոց գնա եւ այլն, երբ երեխայի համար էլ արդեն ուղենշվում է այն վայրը, որտեղ ինքը պիտի ապրի հիմնական, որովհետեւ դպրոցական տարիներին դա արդեն պիտի հստականա։ Ձեր աղջիկա կյանք ավելի շատ տեսնում եք Հայաստանում, թե ամեն դեպքում Միացյալ Նահանգներում։ Մենք տեսնում ենք ոնց որ տարբեր տեղերում։ Ես չեմ ուզենա, որ ինքը ինչ որ լինի այդ ամեն ինչի մեջ, կուզենամ ինքը ավելի ազատ սովորի եւ չգիտեմ, կարող է on-line ձևով, բայց ինքը պետք է աշխարհը տեսնի, պետք է տարբեր տեղեր գնա, տենց ենք տեսնում իր կյանքը։ Ու բայց մի բան էլ ասենք, մեր Սենթ Լուիս քաղաքում այդ ձևի հայեր կան, որոնք ոչ մի տեղ չկան։ Այդ ձևի ջերմ, իրար հասնող, իրար սիրող, ամեն հարցում պատրաստական պատով կայնող։ Դրա համար Սենթ Լուիսում էլ ենք Հայաստան ստեղծել մենք հայերով։ Բայց այնտեղ համայնքը համեմատաբար ավելի փոքր է, չէ՞, քան այլ վայրերում Միացյալ Նահանգներում։ Մի, չգիտեմ, մի 100 մարդ ենք երևի թե, բայց բոլորը իրար հետ շատ ջերմ։ Դուք այսպես հարևանություն անող ջերմ շփվող մարդ եք։ Շատ, իհարկե։ Հա, շատ եմ սիրում մարդկային ջերմությունը։ Փաստացի դուք ոչ ֆորմալ կրթության լավ փորձ եք անցել։ Հիմա Հայաստանում միջազգային կրթական դաշտում են, հա, պայքարում են այդ կրթության դասական ձևը եւ ոչ ֆորմալ ձևը, ու ծնողները որպես կանոն յուրաքանչյուրը իր մոտեցումն է ունենում։ Հարց առաջացավ ձեր երեխայի համար կգերադասեիք կրթության այդ դասական ձևը, թե հենց այդ ոչ ֆորմալ կրթությամբ դպրոցները։ Երևի թե ոչ ֆորմալ, փառքաստու հնարավորություն ունենք աշխարհը տեսնելը, տարբեր տեղեր գնալը եւ եթե շատ երեխաները բնությունը չեն կարողանում տեսնեն, իմ դուստրը Աֆրիկայում է եղել, սաֆարիում է եղել եւ տեսել է կենդանիները ոնց են ազատության մեջ։ Այդ բախտը եւ այն բանը, որ մեզ շնորհվել է, որին ամեն օր ես մտածում եմ դրա մասին, ես ուզում եմ օգտագործեմ եւ ես եւ իմ կինը ուզում ենք որ երեխան ինքը ավելի ազատ սովորի, եթե հնարավոր լինի։ Դուք որոշակիորեն դժվար ճանապարհ եք անցել, այն իմաստով, որ այն տարիներին, երբ ձևավորվում եք որպես շախմատիստ, երեխա եք, ձեր վրա մի քիչ ավելի շուտ կային հոգսեր, որոնք երևի թե ձեր սերնդի գրեթե բոլոր երեխաների վրա դրվում էին, այսինքն մի քիչ ավելի շուտ էինք հասկանում ինչ է նշանակում ֆինանսական խնդիրներ, երազանքից հրաժարվել հանուն ֆինանսի, եւ ձեզ համար շախմատը այդ փոքր տարիքում դարձել էր գումար աշխատելու միջոց։ Բայց դուք այնքան հաշտ եք միշտ խոսում ձեր անցած ճանապարհի մասին, ինձ հետաքրքիր է դուք փոքր տարիքից այդ ճանապարհի հետ շատ հաշտ եք եղել, թե արդեն հասունության հետ եկան են մտքերը, որ պետք չէ պայքարել են իրականության հետ, որի մեջ կաս, պետք է ուղղակի ադապտանալ։ Գիտեք, ես միշտ հիշում եմ Սարոյանը մի շատ լավ գրվածք ունի, ուրեմն Ֆրեզնոյում ինչ որ ընտանիքա մայրը երկու երեխայով եւ մի բան է ինչ որ եւ մայրը հղի է, կարող է մի երեխայով, բայց այդպես բանն եմ հիշում, որ այդ երեխային ասում է՝ «Բալես գնա, փորձի այս նարինջները որ ունենք,
վաճառես, որ ես ուտելու բան ունենամ, դուք էլ ուտելու։ Մենակ նարինջով չեն կարող մենք սնվենք։ Այդ երեխան ոնց որ այդ տրասայի մայրուղու վրա կայնացա ու փորձում է այդ նարինջները վաճառի ու ոչ մեկ չի ընտրել այդ կյանքը։ Ոնց որ այդ երեխան չի ուզեցել տենց անի, ուզեցել է իհարկե գնա ապահով լինի, բայց մենք Փառք Աստծո, ասենք, ունենք հնարավորություն նորմալ ապրելու եւ մեր երեխաները ապրելու, ինչ որ այդ տարական բաները ունենալու։ Եթե չես ունենում էլ, միշտ էլ պետքա ոնց որ փորձես դա գտնես։ Հիմա տարբեր ժամանակներ ալնում։ Եվ եթե ասենք վերցնես սովետի պատմությունը եւ չգիտեմ 30-ականները, երբ որ մարդկանց գյուղերով ուղարկում էին Սիբիր կամ մեր եղերնի ժամանակները կամ երկրաշարժից հետո ժամանակները, կռվի ժամանակները միշտ դժվարությունները եղել է եւ դա մեր ազգին բնորոշ է մի բան, որ մենք պայքարում ենք եւ դա մեր երեխաների մեջ պետքա դնենք։ Ես հիշում մի տարի, որ մենակ բրինձ էինք ուտում, ձմեռը, ու սենց բրինձ ու ինչ որ փակածոներ, որ մամաս հասրել էր, ու ամեն օր դե ուրիշ բան չկար ուտել, ու պապաս ասենք հերթում էր հացի, ինչ որ կարողանում էր ինչ որ հաց բերել, արոտը, ու սենց 2 ամիս անցել է ամեն օր բրինձ, երեկոյան, մի օր մամաս ասեց ջանդամ բադր ջան, գնաց բանը վերցրեց, ինչ որ վերջի բան էր կարող է իր մոտ մնացած արծաթի, դարանք էդի վաճառեցինք ինչ որ մերած բադեր ինչ էր մի տեղից մի սարավ, որ մենք ինչ որ մեզ մարդը զգանք, բայց դա իրականում այդ տարիները որ դժվարություններ, ինքը իրանով շատ ծաղալու էր։ Երբեմն երբ այդ տարիների մասին խոսում ենք, մարդկանց թվում է, որ հնարավոր է ինչ-որ, չգիտեմ, դա լացի ցավի մասին է, բայց իրականում այդ տարիները ձևավորեցին ուժեղ մարդկանց եւ պայքարող մարդկանց։ Հետաքրքիր է դուք ունենալով ձեր փորձը, որ ինչ-որ բաներ չունենալու մեջ ձևավորվեց այսպիսի մեծ ճանապարհ, պայքարող անհատ։ Օրինակ, ձեր երեխայի մասով ինչ մոտեցում ունեք, որովհետեւ տեսեք, մի կողմից ծնողը ուզում է իր երեխային ապահովել ամեն ինչով, մյուս կողմից ինչ-որ սահմաններ կան, որպեսզի երեխան կարողանա ինքն էլ ձևավորել իր ճանապարհը, որովհետեւ այդտեղ էլ չէ վտանգ կա, հանկարծ ամեն ինչ տալով երեխան չսովորի, որ միշտ ամեն բան պատրաստ է լինելու իր համար։ Իհարկե, մի բան է, որ մենք փորձում ենք միշտ անենք, որ Զաբելը մեր դուստրը տեսնում է, որ ասենք ինչ որ սառնարանում տարբեր բաներ կա, բայց մենք իրան մեծ հրաչակ չենք տալի։ Միշտ ասում ենք կամ սա, եւ եթե ինքը կռիվ է անում, դե հիմա ինչ։ Ուրեմն հաց չի ուտելու։ Եվ խիստ եք այդքան։ Դե հիմա ուրիշ դեպի չի լինի։ Եվ փորձում ենք եւ մեր անի ծնողները եւ անին եւ ես փորձում ենք ոնց որ իրեն բացատրենք, որ այսպես է ճանապարհը, չենք կարող մենք միշտ գնանք մեր ուզածը անենք։ Դեռ ստացվում է իհարկե ինքը դեռ 3.5 տարեկան է, շատ բաներ կարա փոխվի, բայց դեռ տեսնում ենք, որ կարողանում ենք այդ բանը ապահովենք։ Այսինքն ամեն դեպքում սահմանափակումները կարևոր են երեխայի դաստիարակության մեջ։ Հաստատ, որովհետև եթե ոնց որ դու չիմանաս այդ սահմանները, իմ կարծիքով չես կարա հաջողակ մարդ լինես։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահներ, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Լևոն, ձեր կյանքը միշտ եղել է հանրության ուշադրության կենտրոնում եւ հանրության աչքի առաջ ինչ որ առումով, այնքանով, որքանով որ դուք դա թույլ եք տվել։ Զրույցի ընթացքում դուք հիշատակեցիք ձեր կյանքի մի բարդ շրջան, խոսքը 2020 թվականի մասին է, որը եւ շատ ծանր էր մեզ համար ազգովի, որովհետեւ
ազգի համար շատ դժվար շրջաններին եւ ձեզ համար անհատապես շատ դժվար տարի էր, որովհետեւ ձեր առաջին կնոջը կորցրեցիք եւ մարդիկ միշտ թվում է թե գիտեն թե ինչպես պիտի ապրի դիմացի մարդը, բայց չեն կարող երբեք ապրել դիմացի մարդու կյանքով, այսինքն դիմացինի կոշիկներով չեն քայլում։ Այդ շրջանում նաեւ թվում էր, որ Լևոնը կկոտրվի, բայց Լևոն Արոնյանը ցույց տվեց, որ ինքը ամեն դեպքում ուժեղ է։ Ինչպես կարողացաք այդ փուլը հաղթահարել եւ դրսեւորել ձեր ուժը, որովհետեւ կողքից երևի թե որևէ մեկը չի պատկերացնի, թե դուք ինչ ճանապարհ անցաք։ Դե գիտեք, եթե հավատում ես Աստծուն, հավատում ես ու ուզում ես լավ մարդ մնաս, հիմա կյանքում տարբեր բաներ կարող լինի։ Ամեն ինչ կարող լինի քո կյանքում։ Փոփոխություններ, ոնց որ տրագեդիաներ, քո երկրի ներքին տրագեդիաներ, բայց ոնց որ ամեն ինչ քո ձեռքում չի։ Դու քո ձեռքից ինչ որ գալիս է, եթե դու ազնիվ ես, եթե դու մաքուր մարդ ես, դու փնտրում ես մաքրություն, դու փնտրում ես մի բանով կարողանաս ոնց որ օգտակար լինես երկրիդ, քեզ, ընտանիքիդ եւ այդ ժամանակ արդեն դժվար է գնում ես այդ ճանապարհով, այդ դժվարություններով անցնում ես, այդ տխրությունով անցնում ես, բայց վերջո պետք է այդ ամեն ինչից դուրս գաս։ Արիանայի կորստից հետո դուք այդ շրջանում ունեցել եք զգացողություն, որ հնարավոր է չվերականգնվեք դուք հոգեպես, թե երբեք պայքարում ես եւ դուրս ես գալիս։ Եթե դու մնում ես այդ ամեն ինչի մեջ, այդ ոնց որ աշխարհին դու վատություն ես անում ամեն ինչով։ Հետո մարդը չպետք է իրան շատ խեղճի։ Մարդը չպետք է իրան նայի ոնց որ զոհ։ Եթե դու ուժեղ մարդ ես, դու տենց չպետք է ապրես։ Այդ շրջանից հետո ձեր կյանքում հայտնվեց Անին, ձեր կինը, որը նաև ձեզ օգնեց ավելի ամուր կանգնել ոտքերի վրա եւ ինչ որ առումով նաև հաղթահարել այդ շրջանը։ Ես մի փոքր փորձում եմ զգույշ գործածել բառերը, չգիտեմ, չեմ ուզում հանկարծ սխալ գործածություններ ունենալ, որովհետեւ թեման շատ նուրբ է, բայց Անին ինչքանով ձեզ օգնեց վերականգնվել, թե դուք որպես անհատ պիտի վերականգնվեիք, որպեսզի Անին հանդիպելուց հետո կարողանայիք նոր ճանապարհ սկսել։ Անին իհարկե մեծ դեր ունի իմ կյանքում ու ինքը շատ է օգնել, փոխել եւ ջերմություն տվել, լույս տվել։ Դե ոնց ես ասացի, եթե դու հավատում ես Աստծո, գիտես որ մարդիկ, որոնք քո կողքն են եւ որոնք քեզ ձեռք են մեկնում ճիշտ պահին, իրենք ոնց որ իրանց ճանապարհ ունեն, որը համընկնում է քոնի հետ։ Եվ ես գիտեմ, որ իմ ճանապարհը համընկնում է Անի ճանապարհի հետ եւ մեր դուստրի հետ եւ այդ երջանկությունը իրան հանդիպելը այդ պահին եւ անչափ շնորհակալ եմ իրան ամեն ինչի համար։ Լևոն, ես առաջարկում եմ զրույցի այս հատվածում արդեն մեզ միանա նաև Անին եւ արդեն ձեզ հետ երկուսով շարունակենք զրույցը։ Շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Իհարկե շատ ցավում եմ, որ դուք հիմա Հայաստան դրոշի ներքո չեք ներկայանում, բայց միևնույն է, ես եւ հպարտ եմ շատ հայեր, ուղղակի հպարտ ենք, որ մենք ունենք Լևոն Արոնյան։ Շնորհակալ եմ շատ։ Զրույցի շարունակությունը արդեն կթողարկեմ առանձին հաղորդմամբ։